Նա ապրում էր մեկուսացված, լուռ առանձնատանը, իր վիշտը զրահի պես կրելով։ Բայց այդ անձրոտ առավոտյան նրա դարպասը հատեց մի շագանակագույն աչքերով երիտասարդ կին, թրջված խոնարհ, սակայն աչքերում կենդանի կրակով։ Երբ նրանց ձայները առաջին անգամ հատվեցին, կարծես արգելված մի բան բոցավառվեց։ Նա դա չէր գիտակցում, բայց նոր էր մտել այն մարդու կյանքը, որը երբեք թույլ չէր տվել, որ իրեն դիպչեն մինչ հիմա։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ, մի մոռացեք մեզ պատմել, թե որտեղից եք դիտում։ Հունիսյան մանր անձրը թափվում էր Երանի վրա, որպես մոխրագույն շղարշ, որը ծածկում էր քաղաքի հակադրությունները։ Կենտրոն թաղամասում, որտեղ առանձնատները բարձրանում էին որպես բետոնե ապակե ամրոցներ, դրանցից մեկն առանձնանում էր ոչ թե իր շքեղությամբ, այլ իր բարձր պարիսպներից բխող ծանր լռությամբ, այնտեղ էր ապրում Ռաֆայել Ալմեիդան, 42 տարեկան մի տղամարդ, ով անշարժ գույքի ոլորտում կայսրություն էր կառուցել, բայց այդ ընթացքում կորցրել էր ինքն իրեն։ 7 տարի առաջ Ռաֆայելը թաղել էր իր կնոջը, Սեսիլիային։ 7 տարի էր անցել այն օրվանից, երբ դժբախտ պատահարը նրանից խլել էր ոչ միայն կյանքը, այլ նրանից լիարժեք ապրելու կամքը։ Մեղքը մշտական ուղեկից էր, շշնջալով նրա ականջներին, որ նա կարող էր ավելին անել, ավելի ներկա լինել, ավելի լավ պաշտպանել այն նուրբ կնոջը, ով անվերապահորեն սիրում էր իրեն։ Այդ ժամանակից ի վեր առանձնատունը դարձել էր անձեռնմխելի հիշողությունների դամբարան։ Սեսիլիայի սենյակը մնացել էր ճիշտ այնպես, ինչպես նա թողել էր։ Նրա հագուստը դեռ կախված էր զգեստապահարանում։ Նրա օծանելիքը դեռ դրված էր զարդասեղանին։ Եվ Ռաֆայելը, գերված ցավի այդ սրբավայրում, հրաժարվում էր առաջ շարժվել։ Տանը աշխատողները լավ էին ճանաչում այդ հեռավոր հայացքով կտրուկ խոսքերով տղամարդուն։ Ռաֆայելը բնույթով դաժան չէր, բայց տխրությունը նրան վերածել էր անհասանելի մեկի։ Նա բոլորի հետ վերաբերվում էր մասնագիտական սառնությամբ, պահպանելով հեռավորություններ, որոնք ոչ ոք չէր համարձակվում հատել։ Նրան վախենում հարգում էին, բայց երբեք չէին սիրում։ Եվ գուցե հենց դա էր նա փնտրում, մեկուսացում, որը կպաշտպաներ նրան կրկին զգալուց։ Երկուշաբթի առավոտյան տիկին Անահիտը, տնային տնտեսուհին, ով ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարում էր անձնակազմը, սպասում էր ծառայողական մուտքի մոտ նոր աշխատակցի ժամանմանը։ Վերջին աշխատակցուհին հրաժարվել էր աշխատանքից ընդամենը 3 շաբաթ անց, պնդելով, որ չի կարողանում դիմանալ այդ տան ծանր մթնոլորտին։ Սա 5-րդ աշխատակցուհին էր, ով հրաժարվում էր 1 տարուց պակաս ժամանակահատվածում։ Տիկին Անահիտը հառաչեց, անհանգստացած։ Այնտեղ աշխատել ցանկացող մարդ գտնելը գնալով ավելի դժվար էր դառնում։ Երբ զանգը հնչեց, նա բացեց դարպասը, տեսավ մի նիհար երիտասարդ կնոջ, անձրից թրջված, պլաստիկ տոպրակը գլխին պահած, պաշտպանվելու համար։ Նա կրում էր պարզ, բայց մաքուր հագուստ, նրա շագանակագույն աչքերը փայլում էին նյարդայնության վճռականության խառնուրդով։ Մարինե Սարգսյանը 23 տարեկան էր, ուներ կորուստներով լի պատմություն, որը կարող էր կոտրել ցանկացածի։ 15 տարեկանից մորթ կորցրած, 2 տարի առաջ մահացած տատիկի կողմից դաստիարակված, նա վաղուց էր սովորել, որ կյանքը երաշխիքներ չի տալիս, այլ միայն հնարավորություններ, նորից սկսելու համար։ Նա եկել էր Երանի նոր թաղամասից, որտեղ տները կուտակված էին նեղ նրբանցքներում, իսկ անկյունի հացատան հացի հոտը միակ շքեղությունն էր, որը նա իրեն թույլ էր տալիս կիրակի օրերին։ Դեռահաս տարիքից աշխատել էր մաքրությունում, տատիկին օգնելու համար, հիմա, մենակ աշխարհում, նա պարզապես փնտրում էր մի տեղ, որտեղ կարող էր արժանապատվորեն ապրել։ Մտեք աղջիկս, այսպես դրսում թոքաբորբ կստանաք, ասաց տիկին Անահիտը, այն մայրական սիրով, որը չէր կարողանում թաքցնել։ Եկեք, սրբիչ կտամ ձեզ, տունը ցույց կտամ։ Մարինեն ամաչելով ներս մտավ, աչքերը լայն բացված, տեսնելով մուտքի սրահի շքեղությունը։ Փայլուն մարմարե հատակը, բարձր առաստաղից կախված բյուրեղապակյա ջահը, դեպի երկրորդ հարկ տանող կոր աստիճանները։ Այնտեղ ամեն ինչ հարստություն էր շնչում, բայց նա մի սառնություն, որը նա զգաց իր մաշկի վրա։ Այդ անթերի պատերին ծաղիկներ չկային, գունավոր նկարներ չկային, կյանք չկար։ Տունը մեծ է, բայց առօրյան պարզ է, բացատրում էր տիկին Անահիտը, երբ նրանք քայլում էին միջանցքներով։ Պարոն Ռաֆայելը շատ փակ է։ Նա օրվա մեծ մասն աշխատում է իր գրասենյակում, չի սիրում անհանգստացնել։ Նրա ճաշերը միշտ պետք է ժամանակին պատրաստ լինեն։ Նա պահանջկոտ է մաքրության հարցում, հատկապես արմտյան թում, որտեղ գտնվում է իր հանգուցյալ կնոջ սենյակը։ Մարինեն ուշադիր լսում էր, յուրաքանչյուր տեղեկություն կլանելով, կարծես անծանոթ տարածքում քարտեզ էր սերտում։
Նա նկատեց տիկին Անահիտի ձայնի տխրությունը, տիրոջ կնոջը հիշատակելիս, նրա սիրտը սեղմվեց։ Նա լավ էր ճանաչում կորստի ցավը։ Նա գիտեր, թե ինչպես կարող է այն մարդուն փոխել։ Դուք կմնաք հետնամասի սենյակում, խոհանոցի մոտ։ Այն փոքր է, բայց հարմարավետ։ Աշխատանքն ավարտելուց հետո կարող եք օգտագործել աշխատակիցների հյուրասենյակի հեռուստացույցը։ Պարոն Ռաֆայելը հազվադեպ է իջնում այդ տարածք։ Ահ, մի բան, Մարինե։ Այստեղ մենք չենք երգում, անհարկի աղմուկ չենք անում։ Պարոնը գնահատում է լռությունը։ Մարինեն գլխով արեց, բայց ներսում սեղմվածություն էր զգում։ Ինչպես կարող էր մեկն այսպես ապրել, շրջապատված լռությամբ։ Նրա համար, ով միշտ մեղմորեն երգում էր աշխատելիս, դա մարտահրավեր կլիներ։ Բայց նրան պետք էր այդ աշխատանքը։ Այն պանսիոնատի վարձը, որտեղ նա ապրում էր, ուշացած էր, այլս ուրիշ տեղ չկար դիմելու։ Առաջին օրերը զգույշ հարմարվողականության էին։ Մարինեն արթնանում էր արածակից առաջ, պատրաստում էր սուրճը, հետելով տիկին Անահիտի մանրամասն հրահանգներին, մաքրում էր առաջին հարկի սենյակները գրեթե ակնածանքով։ Ամեն ինչ չափազանց շքեղ էր նրա կոշտացած ձեռքերի համար, նա վախենում էր կոտրել մի բան, որն ավելի շատ արժեր, քան նա կվաստակեր տարիների աշխատանքում։ Բայց նրա շարժումներում կար բնական նրբություն, քնքշություն այն բանում, թե ինչպես էր նա դասավորում բազմոցի բարձերը, ինչպես էր շարում գրքերը դարակում, ինչպես էր միշտ թարմ ծաղիկ դնում ճաշասենյակի ծաղկամանում։ Առաջինը նկատեց պարոն Բենիկը, տան վարորդն ու անվտանգության աշխատակիցը։ Այդ աղջիկը ինչ-որ առանձնահատուկ բան ունի, մեկնաբանեց նա տիկին Անահիտին, երբ նրանք խոհանոցում սուրճ էին խմում։ Նա մաքրում է, կարծես իր սեփական տունն է խնամում։ Եվ տեսաք, թե ինչպես է նա խոսում բույսերի հետ։ Երդվում եմ, դրանք ավելի կենդանի են թվում նրա գալուց հետո։ Տիկին Անահիտը ժպտաց։ Ես էլ նկատել եմ։ Նա լավ սիրտ ունի։ Հուսով եմ, պարոն Ռաֆայելը նրան չի վախեցնի, ինչպես մյուսներին։ Բայց Ռաֆայելը դեռ նույնիսկ չէր նկատել նոր աշխատակցուհուն։ Նա փակված էր իր գրասենյակում, ընկղմված աղյուսակների վիրտուալ հանդիպումների մեջ, դուրս էր գալիս միայն ճաշասենյակում իր մենակ ճաշերին, միշտ լռության մեջ, միշտ հայացքը կորցրած ինչ-որ անտեսանելի կետում։ Նրա համար աշխատակիցները գրեթե ուրվականային կերպարներ էին, ներկա, բայց աննկատելի։ Առաջին շաբաթվա հինգշաբթի օրը ամեն ինչ փոխվեց։ Ռաֆայելն ավելի շուտ էր իջել ճաշի, առանց նախազգուշացնելու, ինչպես սովորաբար։ Մարինեն հյուրասենյակում էր, վարագույրները շտկելիս, մեղմորեն երգում էր մի հին երգ, որը սովորաբար երգում էր իր տատիկը։ Նրա ձայնը մեղմ էր, գրեթե մեղեդային շշուկ, բայց ուներ մի քաղցրություն, որը թվում էր, թե լիովին հակասում է այդ խիստ միջավայրին։ Ինչ եք անում։ Խորը կտրուկ ձայնը ստիպեց Մարինեին կտրուկ շրջվել, գրեթե գցելով իր ձեռքի ծաղկամանը։ Այնտեղ էր նա։ Ռաֆայել Ալմեիդան։ Բարձրահասակ, լայն ուսերով, մուգ մազերով, քունքերի մոտ մոխրագույն մազերով, մուգ աչքերով, որոնք կարծես հազարավոր փոթորիկների ծանրությունն էին կրում։ Նա կրում էր մուգ կապույտ վերնաշապիկ, թերը ծալված, ստաբատ։ Նա գեղեցիկ էր, Մարինեն նկատեց, բայց խիստ գեղեցկությամբ, գրեթե սարսափելի։ Ես պարզապես վարագույրներն էի շտկում, պարոն, կակազեց նա, սիրտը թրջելիս։ Կներեք, եթե անհանգստացրի ձեզ։ Դուք երգում էիք։ Դա հաստատում էր, ոչ թե հարց։ Մարինեն իջեցրեց աչքերը, զգալով, թե ինչպես են այտերը այրվում։ Կներեք, պարոն։ Այլս չի կրկնվի։ Ռաֆայելը դիտեց նրան մի պահ, որը թվաց հավերժ։ Նա նկատեց շագանակագույն մազերը, պարզ հյուսվածքով հավաքված փոքր ձեռքերը, որոնք չափազանց զգույշ էին պահում ծաղկամանը, նյարդայնությունը, որը բխում էր այդ նիհար կերպարից։ Բայց նրա աչքերի վրա էր, որ նա կանգ առավ։ Դրանք շագանակագույն էին, փայլուն, դրանք կրում էին մի բան, որը նա վաղուց չէր տեսել, անկեղծ մաքրություն, մի լույս, որը թվում էր, թե չէր աղտոտվել աշխարհի դաժանությամբ։ Ինչ-որ բան շարժվեց նրա մեջ։ Տարօրինակ զգացողություն, գրեթե մոռացված։ Դա անմիջական գրավչություն չէր, այլ ինչ-որ անհանգստություն, կարծես այդ աղջկա ներկայությունը տեղաշարժել էր մի կտոր իր կյանքի խնամքով դասավորված շախմատի տախտակում։ Ինչ է ձեր անունը։ Մարինե, պարոն։ Մարինե Սարգսյան։ Նա դանդաղ գլխով արեց, աչքերը նրանից չկտրելով։ Դուք նոր եք այստեղ։ Այո, պարոն։ Երկուշաբթի եմ սկսել։ Հասկանալի է։
Ռաֆայելը վարանեց, նրա համար հազվադեպ ելույթ։ Շարունակեք ձեր աշխատանքը, Մարինե։ Նա շրջվեց ու հեռացավ, բայց նույնիսկ աստիճաններով բարձրանալիս չէր կարողանում այդ պատկերը հանել գլխից։ Այդ աչքերը, այդ ձայնը։ Որքան ժամանակ էր, որ նա երաժշտություն չէր լսել այդ տանը։ Այդ գիշեր Մարինեն պառկեց իր փոքրիկ մահճակալին, թույլ տվեց իրեն մեղմորեն լաց լինել։ Դա լարված օր էր եղել։ Տիրոջ հետ հանդիպումը նրան ցնցել էր մի կերպ, որը նա չէր կարողանում բացատրել։ Նա սարսափելի էր, այո, բայց նրա մեջ կար նա մի բան, որը արթնացնում էր նրա կարեկցանքը։ Նա տեսնում էր ցավը դրոշմված այդ գեղեցիկ դեմքին, մենակությունը, որը շրջապատում էր նրան որպես զրահ։ Եվ Մարինեն, ով լավ էր ճանաչում մենակությունը, անբացատրելի ցանկություն էր զգում լույս բերել այդ խավարին։ Հաջորդ օրերին տան դինամիկայում ինչ-որ բան նրբորեն փոխվեց։ Ռաֆայելը սկսեց ավելի հաճախ հայտնվել ընդհանուր տարածքներում, միշտ ինչ-որ պատրվակով։ Նրան պետք էր արտահերթ սուրճ։ Նա ցանկանում էր վերանայել որոշ փաստաթղթեր հյուրասենյակում։ Նա ստիպված էր անձամբ ստուգել գրադարանի կազմակերպումը։ Եվ այդ յուրաքանչյուր դեպքում նրա աչքերը փնտրում էին Մարինեին, թեկուզ զուսպ կերպով։ Տիկին Անահիտը նկատեց։ Պարոն Բենիկը նկատեց։ Նույնիսկ Կարինեն, խոհարարուհին, մեղմորեն նշեց, որ տերը տարբեր էր։ Ավելի քիչ խիստ։ Ավելի քիչ հեռու։ Մարինեն իր հերթին իրեն դիտարկված էր զգում, բայց ոչ անհարմար կերպով։ Ռաֆայելի հայացքում կար մի բան, որը նրան ստիպում էր կարմրել, որը արագացնում էր նրա սիրտը մի կերպ, որը նա երբեք նախկինում չէր զգացել։ Նա երբեք չէր շոշափվել որևէ տղամարդու կողմից, երբեք իրեն թույլ չէր տվել երազել սիրավեպի մասին։ Նրա կյանքը միշտ չափազանց դաժան էր ֆանտազիաների համար։ Բայց հիմա, այդ լուռ առանձնատանը, այդ տանջված տղամարդու ուշադիր հայացքի ներքո, ինչ-որ բան ծաղկում էր նրա ներսում։ Ինչ-որ վտանգավոր ճնշող բան։ Դա շաբաթ օրվա մի կեսօր էր, երբ տեղի ունեցավ առաջին իրական խոսակցությունը։ Մարինեն հետնամասի պարտեզում էր, ջրելով պատի երկայնքով աճող հորտենզիաները։ Ձմեռային արը ամաչկոտ էր, բայց լուսավորում էր նրա բաց մազերը մի կերպ, որ դրանք ոսկեգույն երանգներով էին փայլում։ Նա չէր նկատել, երբ Ռաֆայելը դուրս էր եկել երկրորդ հարկի պատշգամբ մնացել այնտեղ, պարզապես դիտելով։ Սիրում եք ծաղիկներ։ Նրա ձայնը ստիպեց նրան բարձրացնել աչքերը։ Այնտեղ էր նա, հենված բազրիքին, մի արտահայտությամբ, որը Մարինեն չէր կարողանում վերծանել։ Այո, պարոն։ Իմ տատիկն ասում էր, որ ծաղիկները Աստծո գտած ձն են, մեզ հիշեցնելու, որ գեղեցկությունը դեռ գոյություն ունի, նույնիսկ երբ ամեն ինչ դժվար է թվում։ Ձեր տատիկը իմաստուն էր։ Այո։ Մարինեն տխրությամբ ժպտաց։ Նա մահացել է 2 տարի առաջ։ Նա այն ամենն էր, ինչ ես ունեի։ Ցավում եմ։ Տիրում էր հարմարավետ լռություն, լցված միայն ջրի մեղմ կաթիլների ձայնով, թերթիկների վրա։ Դուք ծաղիկներին խնամում եք, կարծես դրանք ձեր դուստրերն լինեն, նկատեց Ռաֆայելը։ Որովհետև դրանք կենդանի են, պարոն։ Նրանք քնքշանքի արժանի են։ Մարինեն վարանեց, բայց շարունակեց։ Ամեն կենդանի բան քնքշանքի արժանի է։ Ռաֆայելը զգաց, թե ինչպես են այդ բառերը խորը թափանցում։ Երբ էր վերջին անգամ, որ ինչ-որ մեկը նրան քնքշանքով խնամել էր։ Երբ էր վերջին անգամ, որ ինքը թույլ էր տվել իրեն զգալ մի բան, բացի մեղքից, ցավից։ Կարող եք ինձ Ռաֆայել կոչել, երբ մենք մենակ լինենք։ Պետք չէ այդքան պաշտոնական լինել։ Մարինեն աչքերը լայն բացեց, զարմացած։ Բայց, պարոն, ես… Խնդրում եմ։ Նրա ձայնն ավելի մեղմ դուրս եկավ, քան նա մտադրվել էր։ Մարինեն գլխով արեց, զգալով, թե ինչպես է սիրտը անկանոն բաբախում։ Ռաֆայել։ Անունը գեղեցիկ էր հնչում նրա մտքերում։ Այդ օրվանից սկսվեց նրանց միջ նուրբ պար, դրանք փոքր ժեստեր էին, գրեթե աննկատելի դրսից, բայց լի իմաստով, Ռաֆայելը սկսեց գրություններ թողնել խոհանոցում, շնորհակալություն հայտնելով հատկապես լավ պատրաստված սուրճի համար։ Մարինեն սկսեց միշտ թարմ ծաղիկ դնել նրա նախաճաշի սկուտեղի վրա, նա հարցնում էր նրա օրվա մասին, նա հարցնում էր նրա աշխատանքի մասին, կարճ խոսակցություններ, բայց որոնք աստիճանաբար կապ էին ստեղծում, որը նրանցից ոչ ոք չէր համարձակվում անվանել։ Մի գիշեր Ռաֆայելը չկարողացավ քնել։ Նա իջավ գրադարան, փնտրելով մի գիրք, որը կշեղեր նրան անքնությունից։
Այնտեղ գտավ Մարինեին նստած բազկաթոռին, կարդալիս լամպի լույսի ներքո։ Նա հագած էր պարզ բամբակյա գիշերազգեստ ոտաբոբիկ ոտքերը ծալել էր մարմնի տակ։ Նրան տեսնելով նա արագ վեր կացավ, ամաչելով. «Կներեք, ես չգիտեի, որ պարոնը, որ դուք իջնելու էիք։ Ես հիմա կգնամ»։ «Պետք չէ»։ Ռաֆայելը մտավ սենյակ, ձեռքերը գիշերազգեստի տաբատի գրպաններում։ «Ինչ եք կարդում»։ Մարինեն ամաչելով ցույց տվեց գիրքը։ «Դա հին սիրավեպ է։ Ես գտա այն դարակում։ Հուսով եմ, որ դեմ չեք»։ «Դեմ չեմ»։ Նա մոտեցավ, աչքերը հին կազմի վրա։ «Այս գիրքը իմ կնոջն էր։ Նա սիրում էր սիրավեպեր»։ Մարինեն զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ «Ցավում եմ։ Ես չգիտեի։ Ես կարող եմ վերադարձնել»։ «Ոչ»։ Ռաֆայելը թափահարեց գլուխը, ձայնը տարօրինակ կերպով խռպոտ դուրս եկավ։ «Թող մնա ձեզ մոտ։ Լավ է, որ ինչ-որ մեկը կարդում է այն։ Սեսիլիան ուրախ կլիներ»։ Դա առաջին անգամն էր, որ նա արտասանեց իր հանգուցյալ կնոջ անունը Մարինեի ներկայությամբ։ Եվ դա անելիս նա զգաց, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան զիջում, ինչպես մի ամբարտակ, որը սկսում է ճաքել։ Նա պետք է որ… Հիանալի կին լիներ, մեղմորեն ասաց Մարինեն։ Այո։ Ռաֆայելը նստեց բազմոցին, բազկաթոռի դիմաց, հոգնածությունը դրոշմված դեմքին։ Նա բարի էր, համբերատար։ Ծիծաղում էր ամենապարզ բաների վրա։ Ես երբեք չկարողացա լինել այնքան թեթ, որքան նա։ Մարինեն համարձակվեց նորից նստել, գիրքը դեռ ձեռքերում։ Երբեմն մարդու թեթությունը լրացնում է մյուսի խորությունը։ Խոսքը հավասար լինելու մասին չէ։ Խոսքը հավասարակշռվելու մասին է։ Ռաֆայելը նայեց նրան, զարմացած այդ բառերի իմաստությունից, որոնք եկել էին այդքան երիտասարդ մեկից։ Դուք կարծես փորձից եք խոսում։ Ոչ այն ծով, ինչպես դուք եք պատկերացնում։ Մարինեն կարմրեց։ Ես երբեք չեմ ունեցել որևէ մեկին։ Բայց ես տեսել եմ իմ տատիկին պապիկին միասին երկար տարիներ, մինչ նա մահանալը։ Նրանք տարբեր էին։ Նա կրակ էր, նա ջուր էր։ Բայց միասին նրանք կառուցեցին սիրով լի տուն։ Իսկ դու, Մարինե, ի՞նչ ես փնտրում։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Նա վարանեց, մատները սեղմելով գրքի կազմը։ Ես պարզապես ուզում եմ մի տեղ, որտեղ ինձ կընդունեն այնպիսին, ինչպիսին ես կամ։ Որտեղ ինձ պետք չէ ձացնել, թե ավելի ուժեղ եմ, քան կամ ավելի քիչ զգայուն։ Մի տեղ, որտեղ ես կարող եմ պարզապես ես լինել։ Ռաֆայելը զգաց, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան կոտրվում։ Որովհետև այդ համեստ աղջիկը իր պարզ հյուսվածքով թափանցիկ աչքերով ասում էր հենց այն, ինչ ինքը փնտրում էր առանց իմանալու։ Իրական տեղ։ Ապաստան կյանքի պահանջած մշտական կատարումից։ Նրանք մնացին այնտեղ, զրուցելով մինչ գրեթե արածակը։ Ռաֆայելը խոսեց Սեսիլիայի մասին, մեղքի մասին, որը նրան խժռում էր, ամուսին որպես ձախողվելու զգացողության մասին։ Մարինեն լսում էր առանց դատելու, պարզապես իր ներկայությունն առաջարկելով որպես մխիթարություն։ Եվ երբ վերջապես հրաժեշտ տվեցին յուրաքանչյուրը գնաց իր սենյակ, երկուսն էլ իրենց հետ կրում էին ինչ-որ նոր բան, կապի սերմը, որը նրանցից ոչ ոք չէր սպասում։ Հաջորդ շաբաթները լուռ փոխակերպումների էին։ Առանձնատունը, նախկինում սառը անկենդան, նորից սկսեց շնչել։ Մարինեն մեղմորեն երգում էր աշխատելիս, Ռաֆայելը ոչ միայն թույլ էր տալիս, այլ սկսեց փնտրել այդ ձայնը։ Նա սկսեց ավելի հաճախ ժպտալ, մի բան, որը տիկին Անահիտը տարիներ շարունակ չէր տեսել։ Աշխատակիցները միմյանց հետ հույսով մեկնաբանում էին, որ գուցե Տերը վերջապես դուրս է գալիս սկից։ Ռաֆայելը իր հերթին պայքարում էր այն զգացմունքների դեմ, որոնք նա համարում էր անպատշաճ։ Ինչպես կարող էր նա գրավել աշխատակցուհու կողմից։ Այդքան երիտասարդ մեկի կողմից։ Այդքան տարբեր մեկի կողմից։ Բայց ճշմարտությունն այն էր, որ Մարինեն նրա մեջ արթնացնում էր մի բան, որը գերազանցում էր ֆիզիկական գրավչությունը։ Դա պաշտպանելու, խնամելու, մոտ լինելու անհրաժեշտություն էր։ Նա արի շողի պես էր, որը ներխուժում էր նրա ստվերները, նա հայտնաբերում էր, որ այլս չէր ցանկանում ապրել խավարի մեջ։ Մարինեն իր հերթին կորած էր զգացմունքների մեջ, որոնք նա ամբողջությամբ չէր հասկանում։ Նա երբեք նախկինում չէր սիրել։
Երբեք չէր համբուրվել, երբեք չէր շոշափվել։ Նրա մաքրությունը ոչ միայն ֆիզիկական էր, այլ էմոցիոնալ։ Եվ հիմա, այդ բարդ տանջված տղամարդու առջ, նրա կույս սիրտը հանձնվում էր մի բանի, որն ավելի մեծ էր, քան ինքը։ Նա սիրում էր նրան։ Ցավալի էր խոստովանել, բայց դա ճշմարտություն էր։ Նա սիրում էր Ռաֆայել Ալմեիդային մի ինտենսիվությամբ, որը նրան վախեցնում էր։ Մի գիշեր, երբ բոլորը քուն էին մտել, Մարինեն խոհանոցում էր, երիցուկի թեյ պատրաստելիս, երբ հայտնվեց Ռաֆայելը։ Նա հագած էր միայն սպիտակ շապիկ սպորտային տաբատ, մազերը խառնված, աչքերը հոգնած։ «Չեք կարողանում քնել», մեղմորեն հարցրեց նա։ «Ոչ»։ Ռաֆայելը հենվեց սեղանին, դիտելով նրան։ «Իսկ դուք»։ «Ես էլ»։ Մարինեն երկու բաժակ լցրեց, մեկն առաջարկեց նրան։ «Երիցուկի թեյ։ Իմ տատիկն ասում էր, որ հոգին հանգստացնում է»։ Նրանք լուռ խմեցին, բայց դա չասված բառերով լի լռություն էր։ Մինչ Ռաֆայելը, մի ակնթարթային ցանկությամբ, որը նրան զարմացրեց, հարցրեց. «Ինչու՞։ Էկ այդպիսին»։ «Այդպիսին ինչպես»։ «Այդքան բարի։ Այդքան մաքուր։ Ինչպես եք կարողանում ժպտալ այն ամենից հետո, ինչ կորցրել եք»։ Մարինեն իջեցրեց աչքերը բաժակի վրա։ «Որովհետև եթե թույլ տամ ցավին ինձ խժռել, այն կհաղթի։ Եվ իմ տատիկը բարդվող չի դաստիարակել։ Նա ինձ սովորեցրել է, որ բարությունը թուլություն չէ։ Այն քաջություն է»։ Ռաֆայելը զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Այդ երիտասարդ կինը, իր պարզ խորը իմաստությամբ, քանդում էր նրա բոլոր պաշտպանությունները։ «Ես լավը չեմ, Մարինե։ Ես եսասեր եմ, վերահսկող, դժվար։ Ճիշտ չէ»։ Մարինեն համարձակվեց նայել նրան։ «Դուք վիրավորված եք։ Բայց վիրավորվածը նույնը չէ, ինչ չարը։ Իսկ եթե ես չիմանամ, թե ինչպես բուժվել, ապա մենք միասին կսովորենք»։ Նրա պատասխանը նրան ամբողջությամբ զինաթափեց։ Ռաֆայելը բաժակը դրեց սեղանին, առանց մտածելու, ձեռքը մեկնեց։ Մարինեն նայեց այդ մեծ, ուժեղ ձեռքին, դանդաղորեն միահյուսեց իր մատները նրա մատներին։ Դա նրանց միջ առաջին իրական շոշափումն էր։ Մաքուր շոշափում, բայց որը կրում էր ավելի մեծ բանի խոստումը։ «Չեմ կարող խոստանալ, որ հեշտ կլինի», ասաց Ռաֆայելը խռպոտ ձայնով։ «Ես հեշտը չեմ փնտրում»։ Մարինեն ժպտաց, աչքերը փայլում էին չթափված արցունքներից։ «Ես փնտրում եմ ճշմարիտը»։ Նրանք մնացին այնտեղ, ձեռքերը միահյուսված, մինչ լուսադեմը տարածվում էր երանի վրա։ Եվ առաջին անգամ 7 տարվա մեջ Ռաֆայելը զգաց, որ գուցե հույս կա։ Որ գուցե նա կարող է նորից սիրել։ Որ գուցե այդ մաքուր աչքերով երիտասարդ կինը հենց այն էր, ինչ պետք էր իր պատռված հոգուն նորից ապրելու համար։ Բայց սիրային պատմություններում ամեն ինչ ծաղիկներ չեն։ Եվ մինչ Մարինեն ու Ռաֆայելը կատարում էին իրենց առաջին ամաչկոտ քայլերը միմյանց նկատմամբ, ինչ-որ մեկը հեռվից դիտում էր թույնով լի աչքերով։ Վալենտինա Մելքումյանը, երանյան բարձր հասարակության կին, Սեսիլիայի մտերիմ ընկերուհի, տարիներ շարունակ գաղտնի սիրահարված Ռաֆայելին, նկատել էր նրա փոփոխությունը։ Եվ նրան բնավ դուր չէր եկել այն, ինչ տեսել էր։ Այդ աննշան աշխատակցուհին գողանում էր այն, ինչը նրա խեղաթյուրված մտքում միշտ իրենն էր եղել իրավունքով։ Եվ Վալենտինան այն տեսակը չէր, որը ընդունում էր պարտությունները։ Եթե նրան պետք լիներ ոչնչացնել Մարինեին, Ռաֆայելին ունենալու համար, նա չէր վարանի։ Պատերազմը դեռ նոր էր սկսվում, անմեղ Մարինեն նույնիսկ չգիտեր, որ դարձել էր քաղաքի ամենավտանգավոր ազդեցիկ կանանցից մեկի թիրախը։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Երանում ձմեռը շարունակվում էր իր ցուրտ առավոտներով, զարմանալիորեն արոտ կեսօրներով։ Ռաֆայելի առանձնատունը, նախկինում ստվերների ծանր լռության վայրը, սկսում էր այլ էներգիայով բաբախել։ Մարինեն դարձել էր այդ առօրյայի էական մասը, ոչ միայն որպես աշխատակցուհի, այլ որպես ներկայություն, որը միայն իր գոյությամբ փոխում էր միջավայրը։ Նրա մեղմ ծիծաղը արձագանքում էր միջանցքներում, նրա մեղմ երգերը ընկերակցում էին նույնիսկ ամենամենակ պատերին, տան յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ նրա քնքուշ հոգատարությունը բացահայտում էր մի սեր, որը գերազանցում էր մասնագիտական պարտականությունը։ Ռաֆայելը գնալով ավելի ու ավելի էր հմայվում, մի նույն ժամանակ տանջվում այդ աճող զգացմունքից։ Բիզնես հանդիպումների ժամանակ նա մտածում էր նրա ժպիտի մասին։
Պայմանագրերը վերանայելիս նրա միտքը շեղվում էր դեպի այն, թե ինչպես էր Մարինեն ամեն օր մազերը տարբեր հյուսվածքներով հավաքում։ Գիշերը, երբ պետք է քնած լիներ, իջնում էր խոհանոց, միայն հույս ունենալով գտնել նրան այնտեղ, իր թեյի բաժակներով մխիթարող ընկերակցությամբ։ Տիկին Անահիտը ամեն ինչ դիտում էր ուրախության անհանգստության խառնուրդով։ Նա բավականաչափ երկար էր ճանաչում Ռաֆայելին, հասկանալու համար, որ նա սիրահարվում էր, բայց նա գիտեր այն հասարակության լուռ կանոնները, որում նրանք ապրում էին։ Նրա նման տղամարդը, երանյան էլիտայից, ներգրավվի տնային աշխատողի հետ։ Դա բավականին սկանդալ կլիներ, ամիսներ շարունակ բամբասանքների շրջանակները սնուցելու համար։ Բայց երբ տեսնում էր Մարինեի աչքերի փայլը, երբ նկատում էր, թե ինչպես էր Ռաֆայելը նորից անկեղծորեն ժպտում, նրա մայրական սիրտը ցանկանում էր, որ ինչ-որ կերպ այդ անհավանական սերը գտնի իր ճանապարհը։ Մարինեն իր հերթին պայքարում էր զգացմունքների դեմ, որոնք նրան միաժամանակ շփոթված էյֆորիկ էին դարձնում։ Նա երբեք նման բան չէր զգացել։ Ամեն անգամ, երբ Ռաֆայելը մտնում էր մի սենյակ, որտեղ նա էր, նրա սիրտը արագանում էր։ Երբ նա խոսում էր նրա հետ, նա զգում էր, թե ինչպես են այտերը այրվում։ Եվ այն հազվադեպ դեպքերում, երբ նրանց մատները դիպչում էին միմյանց, ինչ-որ առարկա փոխանցելիս, էլեկտրական հոսանք էր անցնում նրա ամբողջ մարմնով։ Դա սեր էր, նա հիմա գիտեր դա։ Մաքուր, ինտենսիվ, սարսափելի սեր։ Բայց ինչպես կարող էր նրա նման մեկը երազել նրա նման մեկի մասին։ Նրանց բաժանող սոցիալական անդունդները անհաղթահարելի էին թվում։ Դա հինգշաբթի օրվա մի դեպք էր, երբ ամեն ինչ սկսեց ավելի կոնկրետ փոխվել։ Ռաֆայելը տանը կարճ աշկերույթ էր ընդունելու, ինչը հազվադեպ էր լինում։ Ազդեցիկ գործարարներ էին գալու, քննարկելու Երանի սանի ափում նոր ձեռնարկություն։ Տիկին Անահիտը կազմակերպում էր պատրաստությունները, ամուր ձեռքով, Կարինեին խոհանոցում ուղղորդելով համոզվելով, որ տունը անթերի է։ Մարինեն նշանակվել է սեղանին սպասարկելու համար, ինչը նրան նյարդայնացրեց։ Նա սովոր չէր այդ տեսակի պաշտոնական միջոցառումներին։ Լավ կանեք, հանգստացրեց տիկին Անահիտը, շտկելով Մարինեի ավելի պաշտոնական համազգեստը, զուսպսգեստ, որը ընդգծում էր նրա նուրբ կազմվածքը։ Պարզապես եղեք քաղաքավարի, ժպտացեք, երբ պետք է, մի թողեք դատարկ բաժակ։ Եվ Մարինե, հիշեք, մնացեք անտեսանելի։ Այս մարդիկ չեն սիրում շփվել աշխատակիցների հետ։ Մարինեն գլխով արեց, կուլ տալով նյարդայնությունը։ Բայց երբ հյուրերը սկսեցին գալ, նա տեսավ այնպիսի մարդկանց, ովքեր հաճախում էին Ռաֆայելի աշխարհը, նա իրեն ավելի անտեղի զգաց։ Տղամարդիկ թանկարժեք կոստյումներով, կանայք դիզայներական զգեստներով, խոսակցություններ միլիոնավոր ներդրումների միջազգային ճանապարհորդությունների մասին։ Եվ հետո, նա մտավ Վալենտինա Մելքումյանը։ Բարձրահասակ, նիհար, կատարյալ սանրվածքով շիկահեր մազերով, որոնք ալիքներով թափվում էին նրա մերկ ուսերին։ Նա կրում էր կարմիր զգեստ, որը պետք է ավելի շատ արժենար, քան Մարինեն կվաստակեր մեկ տարում։ Նրա կապույտ աչքերը սառույցի պես էին, նրա ժպիտը, թե տեխնիկապես կատարյալ, չէր հասնում այդ աչքերին։ Նա Ռաֆայելին ողջունեց չափազանց մտերմությամբ, երկար գրկախառնությամբ, բերանի անկյունում համբույրով, որը Մարինեին ստիպեց կրծքավանդակում մի սեղմվածություն զգալ, որը նա չկարողացավ անվանել։ Ռաֆայել, սիրելիս, որքան ժամանակ է, ասաց Վալենտինան մեղեդային, բայց հաշվարկված ձայնով։ Դու ինձանից խուսափում ես։ Սեսիլիան կտխրեր, իմանալով, որ դու այդքան մենակ ես։ Սեսիլիայի անունը նրա բերանում հնչեց որպես ռազմավարություն, Մարինեն դա հասկացավ, նույնիսկ առանց ամբողջությամբ հասկանալու այդ աշխարհի դինամիկան։ Ռաֆայելը, քաղաքավարի, բայց հեռու, ողջունեց նրան անմիջապես իր ուշադրությունը դարձրեց մյուս հյուրերին։ Բայց Վալենտինան նրանից աչք չէր կտրում ամբողջ երեկոյի սկզբում։ Եվ երբ Մարինեն առաջին անգամ մտավ ճաշասենյակ, շամպայնի բաժակներով սպուտեղ կրելով, Վալենտինայի աչքերը նրա վրա կենտրոնացան մի ինտենսիվությամբ, որը նրան սառեցրեց։ Ո՞վ է սա, հարցրեց Վալենտինան, ձայնը քաղցր, բայց ներքից կտրուկ թելով։ Նոր աշխատակցուհին, պատահականորեն պատասխանեց Ռաֆայելը, աչքերը չբարձրացնելով բջջային հեռախոսից, որտեղ նա ինչ-որ բան էր ստուգում։ Շատ գրագետ է։ Գրագետ։ Վալենտինան կրկնեց բառը, կարծես թթու գինի էր համտեսում։ Որքան հետաքրքիր։ Մարինեն մատուցեց ըմպելիքները թեթակի դողացող ձեռքերով, զգալով այդ կնոջ հայացքը իր վրա, որպես սուր շեղբ։ Երբ վերջապես դուրս եկավ սենյակից, խորը շունչ քաշեց, փորձելով հանգստացնել արագացած սիրտը։ Այդ Վալենտինայում կար մի բան, որը նրան խորապես անհարմար էր դարձնում։
Առկա վտանգի զգացում, որը նա չէր կարողանում բացատրել։ Ճաշը անցավ բիզնես քննարկումներով, որոնք Մարինեն չէր հասկանում։ Նա մտնում էր ու դուրս գալիս սենյակից, մատուցելով ուտեստներ, որոնք Կարինեն խնամքով պատրաստել էր, հավաքելով օգտագործված դանակ պատառաքաղները, լցնելով բաժակները։ Եվ ամեն գնալ գալուց նա զգում էր Վալենտինայի աչքերը, որ հետում էին իրեն։ Բայց նա զգում էր մի ավելի մխիթարող բան՝ Ռաֆայելի հայացքը, որը զուսպորեն հետում էր նրան, համոզվելով, որ նա լավ է։ Մի պահ, երբ Մարինեն կռացավ Ռաֆայելին ջուր մատուցելու համար, նրա մազերը դուրս սահեցին հյուսվածքից թեթակի դիպան նրա ուսին։ Դա պատահական կարճատ դիպչում էր, բայց բավարար էր, որ նրանք երկուսն էլ սառը չէին վայրկյանի մի մասով։ Ռաֆայելը շրջեց դեմքը, նրա աչքերը հանդիպեցին նրա աչքերին, այդ պահին ինչ-որ բան անցավ նրանց միջ։ Լուր խոստում։ Զսպված ցանկություն։ Կապ, որը գերազանցում էր բառերը։ Վալենտինան տեսավ։ Եվ ամեն ինչ հասկացավ։ Երբ հյուրերը վերջապես հեռացան, արդեն կեսգիշերն անց էր։ Մարինեն խոհանոցում էր, օգնելով Կարինեին լվանալ ամանները, ոտքերը ցավում էին մշտական մեկուդերսից, երբ Ռաֆայելը հայտնվեց դռան մոտ։ Նա հոգնած էր, փողկապը թուլացած, վերնաշապիկի առաջին կոճակները բաց։ Բայց ժպտում էր, դա անկեղծ ժպիտ էր։ Դուք այսօր հիանալի աշխատանք կատարեցիք։ Շնորհակալություն։ Կարինեն ջերմորեն շնորհակալություն հայտնեց, անմիջապես հեռացավ, հասկանալով, որ տերը ցանկանում է Մարինեի հետ առանձին խոսել։ Մարինեն սրբեց ձեռքերը գոգնոցով, նյարդայնացած, չիմանալով, թե ինչ ասել։ Դուք այսօր գեղեցիկ էիք, ասաց Ռաֆայելը, հայտարարության պարզությունը հսկայական ծանրություն էր կրում։ Մարինեն զգաց, թե ինչպես է դեմքը այրվում։ Շնորհակալություն։ Բայց իմ մտադրությունը չէր, ես պարզապես դուք էիք։ Նա մոտեցավ, կրճատելով նրանց միջ եղած հեռավորությունը։ Եվ հենց դա է ինձ հիացնում։ Մարինեի սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա համոզված էր, որ նա կարող է լսել։ Ռաֆայել, ես… Նա բարձրացրեց ձեռքը, մատները մեղմորեն դիպչելով նրա դեմքին, հեռացնելով մազերի մի անհնազանդ փունջ։ Մարինեն աչքերը փակեց շփման ժամանակ, նրա ամբողջ մարմինը արձագանքում էր այդ պարզ, բայց իմաստալից դիպչելուն։ Դա առաջին անգամն էր, որ մի տղամարդ նրան այդպես էր շոշափում, քնքշությամբ, զսպված ցանկությամբ, հարգանքով։ Մարինե, ես գիտեմ, որ սա բարդ է։ Ես գիտեմ, որ մեր միջ տարբերություններ կան, որոնք աշխարհը չի հասկանա։ Բայց ես այլս չեմ կարող ծածնել, որ դու ինձ համար ոչինչ չես նշանակում։ Դու մտար իմ կյանք, ամեն ինչ փոխեցիր։ Արցունքները հոսեցին Մարինեի աչքերից, առանց նրա վերահսկողության։ Ես էլ եմ դա զգում։ Բայց վախենում եմ։ Ինչի՞ց։ Բավարար չլինելուց։ Այն բանից, որ մի օր դուք կարթնանաք, հասկանաք, որ ես պարզապես մի պարզ աղջիկ եմ, ով ոչինչ չգիտի ձեր աշխարհի մասին։ Ռաֆայելը բռնեց նրա դեմքը երկու ձեռքերով, ստիպելով նրան նայել իրեն։ Դու ավելի իրական ես, քան որևէ մեկը, ում ես երբեք հանդիպել եմ այս արհեստական աշխարհում։ Դու ինձ ստիպեցիր հիշել, թե ինչպես է ապրելը։ Ինչպես է իրականում զգալը։ Եվ հետո, դանդաղորեն, Ռաֆայելը կռացավ, առաջին անգամ համբուրեց Մարինեին։ Դա մեղմ, գրեթե ակնածալից համբույր էր, կարծես նա գիտակցում էր, որ դիպչում է ինչ-որ սրբազան բանի։ Նրա շրթունքները տաք էին, ամուր, երբ դրանք շարժվեցին նրա շրթունքների վրա, Մարինեն զգաց, թե ինչպես է ամբողջ աշխարհը միաժամանակ փլուզվում, վերակառուցվում։ Դա նրա առաջին համբույրն էր։ Եվ դա կատարյալ էր։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Մարինեն հենեց ճակատը նրա կրծքին, լսելով արագացած սիրտը, որը բաբախում էր իր սրտի նույն խելահեղ ռիթմով։ Ռաֆայելը նրան գրկեց, սեղմելով իրեն, կարծես վախենում էր, որ նա կանհետանա։ Ես ոչինչ չունեմ ձեզ առաջարկելու, բացի նրանից, ինչ ես կամ, շշնջաց Մարինեն նրա կրծքին։ Դու ամեն ինչ ես, ինչ ինձ պետք է, պատասխանեց Ռաֆայելը, համբուրելով նրա գլխի վերը։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ, գրկախառնված լուռ խոհանոցում, մինչ երանը քնած էր դրսում։ Դա ինչ-որ գեղեցիկ բանի սկիզբն էր, բայց նա մի փոթորկի սկիզբը, որը նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Որովհետև քաղաքի մյուս կողմում, իր շքեղ բնակարանում, հյուսիսային պողոտայում, Վալենտինա Մելքումյանը չէր կարողանում քնել։ Նա սպիտակ գինի էր խմում, խորելով այն մասին, ինչ տեսել էր ճաշկերույթին։
Այդ ծիծաղելի աշխատակցուհին կարողացել էր անել մի բան, որը նա իր ողջ գեղեցկությամբ, կրթությամբ, կարգավիճակով երբեք չէր կարողացել՝ գրավել Ռաֆայել Ալմեյդայի սիրտը։ Վալենտինան Ռաֆայելին ճանաչում էր նախքան նրա Սեսիլիայի հետ ամուսնանալը։ Նա միշտ լուր սիրել էր նրան, համբերատար սպասելով, որ նա կնկատի իրեն։ Երբ նա ընտրեց Սեսիլիային, նա կուլ տվեց դառնությունը մնաց մոտ որպես ընկերուհի, սպասելով։ Երբ Սեսիլիան մահացավ, նա կարծեց, որ վերջապես կունենա իր հնարավորությունը։ Բայց Ռաֆայելը խորը սկի մեջ էր ընկել, անհասանելի։ Նա ավելի շատ սպասեց։ Սպասեց տարիներ։ Եվ հիմա, երբ վերջապես նա սկսում էր վերադառնալ կյանքի, դա աշխատակցուհու պատճառով էր։ Ոչ ոքի պատճառով։ Ոչ։ Դա տեղի չէր ունենա։ Վալենտինան վերցրեց բջջային հեռախոսը զանգահարեց մի համար, որը պահում էր հատուկ իրավիճակների համար։ Մասնավոր դետեկտիվ, ով նախկինում զուսպ ծառայություններ էր մատուցել։ Ես ուզում եմ հնարավորինս շատ տեղեկություններ Մարինե Սարգսյանի մասին։ Տնային աշխատող։ Աշխատում է Ռաֆայել Ալմեյդայի տանը։ Ես ուզում եմ իմանալ ամեն ինչ՝ ընտանիքը, անցյալը, ընկերները, պարտքերը։ Ամեն ինչ։ Եվ ես ուզում եմ մինչ վաղը երեկո։ Հասցեն ստանալով հաստատում եմ, որ կարող ենք ձեռք բերել, պատասխանեց հեռախոսի մյուս կողմից մասնագիտական ձայնը։ Հիանալի է։ Եվս մի բան, եղեք զուսպ։ Ոչ ոք չպետք է իմանա, որ ես հետաքննում եմ։ Միշտ այդպես ենք, տիկին Մելքումյան։ Վալենտինան անջատեց հեռախոսը, գոհունակ ժպիտով։ Եթե նա ինչ-որ բան սովորել էր կյանքում, դա այն էր, որ յուրաքանչյուր մարդ ուներ թույլ կողմ։ Եվ նա պետք է պարզեր, թե որն էր Մարինե Սարգսյանի թույլ կողմը։ Եվ հետո նա պետք է օգտագործեր այդ տեղեկությունը նրան ոչնչացնելու համար։ Հաջորդ օրերը Մարինեի Ռաֆայելի համար պարունակում էին զուսպ, բայց ինտենսիվ երջանկություն։ Նրանք գողանում էին միասին պահեր, երբ հնարավորություն էր լինում։ Մի գողացված համբույր միջանցքում, երբ ոչ ոք չէր տեսնում։ Ձեռքերը միահյուսված սեղանի տակ, նախաճաշի ժամանակ։ Համաձայնեցված հայացքներ, որոնք 1000 բառից ավելին էին ասում։ Ռաֆայելը սկսեց Մարինեին ներգրավել իր կյանքի պահերում, որոնք նախկինում մենակ էին։ Նրան կանչում էր իր հետ ֆիլմեր դիտելու մասնավոր հյուրասենյակում։ Հարցնում էր նրա կարծիքը դեկորացիայի մասին։ Պատմում էր իր մանկության պատմությունները։ Մարինեն ծաղկում էր այդ ուշադրության ներքո։ Կյանքում առաջին անգամ նա իրեն սիրված, ցանկալի, գնահատված էր զգում։ Ռաֆայելը նրան արքայադուստրի պես էր վերաբերվում, հարգելով նրա սահմանները, երբեք չճնշելով ավելին, քան նա պատրաստ էր տալ։ Նա գիտեր նրա անփորձությունը նրան վերաբերվում էր մի նրբությամբ, որը նրան ավելի էր ստիպում սիրել։ Տիկին Անահիտը, պարոն Բենիկը, իհարկե, նկատում էին։ Բայց պահպանում էին հարգալից լռություն։ Նրանք սիրում էին Մարինեին, վստահում էին Ռաֆայելին, գաղտնի ցանկանում էին, որ այդ սերը գտնի իր ճանապարհը, նույնիսկ իմանալով այն դժվարությունների մասին, որոնց նրանք կբախվեին։ Շաբաթ առավոտյան Վալենտինան նորից հայտնվեց։ Նա եկավ առանց նախազգուշացնելու, կարծես տունը դեռ ծանոթ տարածք էր այն ժամանակվանից, երբ Սեսիլիան կենդանի էր։ Տիկին Անահիտը նրան ընդունեց մասնագիտական քաղաքավարությամբ, բայց առանց ոգորության։ Ես եկել եմ Ռաֆայելին այցելելու։ Որտեղ է նա։ Գրասենյակում է, աշխատում է։ Վալենտինան բարձրացավ աստիճաններով, կարծես տան տերն էր, բայց ճանապարհին անցավ Մարինեի կողքով, ով մաքրում էր գրադարանը։ Նա կանգ առավ, դիտելով աղջկան ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Մարինե, չէ՞։ Մենք խոսեցինք անցած շաբաթվա ճաշկերույթին։ Այո, տիկին։ Մարինեն շարունակեց իր աշխատանքը, անհարմար զգալով այդ ներկայությունից։ Վալենտինան պատահականորեն մի գիրք վերցրեց, թերթելով այն առանց իրականում տեսնելու։ Գիտեք, ես ճանաչում էի Ռաֆայելի կնոջը Սեսիլիային։ Նա արտակարգ կին էր։ Էլեգանտ, կրթված, նրբաճաշակ։ Իսկական տիկին։ Ակնարկված ուղերձը չանցավ աննկատ Մարինեի կողմից։ Նա դադարեց մաքրել, նայեց Վալենտինային։ Համոզված եմ, որ այդպես էր։ Վալենտինան ժպտաց, բայց դա օձի ժպիտ էր։ Որոշ մարդիկ ծնվում են որոշակի աշխարհների համար, իսկ մյուսները ոչ։ Դա ոչ ոքի մեղքը չէ, պարզապես այդպես է։ Հուսով եմ, որ դուք դա կհասկանաք։
Մինչ Մարինեն կհասցներ պատասխանել, Ռաֆայելի ձայնը արձագանքեց դռնից. «Վալենտինա, ինչ անակնկալ։ Չգիտեի, որ դու կգաս»։ Վալենտինան շրջվեց, դեմքն անմիջապես վերածվեց համակրանքի դիմակի։ «Ռաֆայել, սիրելիս, կար ուտել էի։ Եկա տեսնելու, թե արդյոք կընդունես ինձ հետ ճաշելու։ Մենք պետք է խոսենք հաջորդ ամսվա բարեգործական աճուրդի մասին։ Սեսիլիան միշտ կազմակերպում էր, ես մտածեցի, որ դու կցանկանայի մասնակցել նրա հիշատակին»։ Սեսիլիայի հիշատակումը հաշվարկված էր, Ռաֆայելը անհանգստություն զգաց։ Վալենտինան սովորություն ուներ օգտագործել իր հանգուցյալ կնոջ հիշատակը, որպես վահան իր հարձակումների համար։ «Ես այսօր զբաղված եմ, Վալենտինա»։ «Ախ, ինչ ցավալի է»։ Նա մոտեցավ նրան, չափազանց ծանոթ կերպով դիպչելով նրա թին։ «Ապա գուցե հաջորդ շաբաթ։ Մենք իսկապես պետք է խոսենք, Ռաֆայել։ Շատ բաների մասին»։ Այն հայացքը, որ նա նետեց Մարինեին դա ասելիս, լի էր թաքնված սպառնալիքով։ Ռաֆայելը նկատեց դա հոնքերը կնճռեց։ «Կմտածեմ։ Հիմա, եթե թույլ կտաք, շուտով հանդիպում ունեմ»։ Վալենտինան հեռացավ, վերջին թունավոր հայացք նետելով Մարինեին, ով մնաց կանգնած, ստամոքսը սեղմված։ Ռաֆայելը մոտեցավ նրան, հենց որ դիմացի դուռը փակվեց։ «Մի ուշադրություն դարձրեք նրան։ Վալենտինան միշտ այդպիսին է եղել, տարածքային»։ «Նա սիրում էր ձեզ, չէ՞», մեղմորեն հարցրեց Մարինեն։ Ռաֆայելը հառաչեց։ Նա կարծում էր, որ այո։ Բայց մեր միջ երբեք ոչինչ չի եղել։ Նա Սեսիլիայի ընկերուհին էր, ես նրան միշտ տեսել եմ միայն որպես դա, իմ կնոջ ընկերուհի։ Սեսիլիայի մահից հետո Վալենտինան սկսեց հարձակումներ գործել, բայց ես երբեք չեմ պատասխանել։ Եվ հիմա նա կատաղած է, որ դուք ինձ հետ եք։ Խոսքը ձեր մասին չէ, Մարինե։ Խոսքը նրա վիրավորված էգոյի մասին է։ Ռաֆայելը նրան գրկեց։ Ես թույլ չեմ տա, որ նա ազդի մեզ վրա։ Բայց Մարինեն չէր կարողանում հեռացնել վտանգի զգացումը։ Վալենտինայի աչքերում կար մի բան, որը նրան խորապես վախեցնում էր։ Սառը, հաշվարկված վճռականություն։ Եվ նա ճիշտ էր վախենալիս։ Որովհետև այդ պահին Վալենտինան արդեն ուներ Մարինե Սարգսյանի մասին ամբողջական դոսիեն։ Մորբ կորցրած տատիկի կողմից համեստ պայմաններում դաստիարակված, երբեք ընկեր չի ունեցել, երբեք դժվարությունների մեջ չի ընկել, միշտ ազնվորեն աշխատել է։ Չափազանց մաքուր գործ։ Նույնիսկ ձանձրալի։ Բայց Վալենտինային իրական կեղտոտ բաներ պետք չէին։ Նա կարող էր ստեղծել իր սեփականները։ Նա վարձեց մասնագետ լուսանկարիչ, ով մասնագիտացած էր կասկածելի լուսանկարներում։ Վճարեց տեխնոլոգիական ընկերության մի դժգոհ աշխատակցի, սոցիալական ցանցերում կեղծ խոսակցություններ ստեղծելու համար։ Եվ սկսեց կասկածի սերմեր ցանել ճիշտ տեղերում, այլ աշխատակիցների ականջներում, Ռաֆայելի հաճախող սոցիալական շրջանակներում, նուրբ, բայց թունավոր մեկնաբանություններով, երբ հնարավորություն էր լինում։ Մարինեն շատ գեղեցիկ է, չեք կարծում, պատահականորեն մեկնաբանեց նա ընկերուհուն ակումբում ճաշելիս։ Ի նկատի ունեմ, աշխատակցուհու համար։ Արդյոք Ռաֆայելը նկատում է, որ նա կարող է հետաքրքրված լինել նրա հարստությամբ։ Ընկերուհին, իմանալով Վալենտինայի հին սերը Ռաֆայելի հանդեպ, հասկացավ խաղը։ Դուք այդպես եք կարծում։ Բայց նա այնքան անմեղ է թվում։ Ամենավատերը միշտ նրանք են, ովքեր անմեղ են թվում, սիրելիս։ Վստահեք ինձ։ Եվ այսպես, դանդաղորեն, Վալենտինան սկսեց հյուսել իր ստերի ցանցը։ Առանց Մարինեի Ռաֆայելի իմանալու, նրանց փխրուն երջանկությունը քայքայվում էր ներքից։ Փոթորիկը մոտենում էր, երբ վերջապես այն պայթեր, փրկվելու ճանապարհ չէր լինի։ Մի կեսօր Ռաֆայելը Մարինեին կանչեց իր գրասենյակ։ Նա նյարդայնացած մտավ, միշտ այդպես էր։ Մահագոնի կաշվի այդ միջավայրը, գրքերով լի դարակներով պատերին դիպլոմներով, նրան վախեցնում էր։ Բայց Ռաֆայելի ժպիտը նրան հանգստացրեց։ Նստիր այստեղ, ասաց նա, ցույց տալով պատուհանի կողքի բազմոցը։ Ես ուզում եմ քեզ մի բան տալ։ Մարինեն նստեց, հետաքրքրված։ Ռաֆայելը բացեց մի դարակ, հանեց մի փոքրիկ կապույտ թավշյա տուփ։ Ներսում նուրբ վզնոց, ծաղկի տեսքով կախազարդով։ Ես տեսա այն մի ոսկերչական խանութում, մտածեցի ձեր մասին։ Ծաղիկների մասին, որոնց մասին այդքան խնամքով եք հոգ տանում։ Այգու հորտենզիաների մասին։
Մարինեն անխոս մնաց, աչքերը լցված։ Ռաֆայել, ես չեմ կարող ընդունել սա։ Այն չափազանց թանկ է։ Խնդրում եմ։ Նա ծնկի իջավ նրա առջ, բռնելով նրա ձեռքերը։ Ես ուզում եմ, որ դուք ունենաք այն։ Ես ուզում եմ, որ երբ դուք նայեք դրան, հիշեք, որ դուք առանձնահատուկ եք։ Որ դուք սիրված եք։ Արցունքները վերջապես հոսեցին Մարինեի դեմքով։ Ոչ ոք ինձ երբեք այսպիսի նվեր չի տվել։ Ապա ժամանակն էր, որ ինչ-որ մեկը դա աներ։ Ռաֆայելը վզնոցը դրեց նրա վրա, մատները շոշափելով նրա պարանոցը այնպես, որ նա դողաց։ Կատարյալ է։ Մարինեն դիպչեց կախազարդին, զգալով նուրբ ծանրությունը մաշկի վրա։ Շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Ինձ տեսնելու համար, երբ ոչ ոք չէր տեսնում։ Ինձ արժեքավոր զգալու համար։ Դուք միշտ արժեքավոր եք եղել, Մարինե։ Աշխարհը պարզապես չափազանց կույր էր դա նկատելու համար։ Նրանք համբուրվեցին այնտեղ, կեսօրվա առը պատուհանից ներս մտնելով, նրանց ոսկեգույն լույսով լցնելով։ Դա կատարյալ պահ էր, սառեցված ժամանակի մեջ։ Մի պահ, որը երկուսն էլ հիշողության մեջ կպահպանեին հավերժ, հատկապես դժվար օրերին, որոնք պետք է գային։ Որովհետև մինչ նրանք կորած էին միմյանց մեջ, Վալենտինան գործի էր դնում իր ծրագրի վերջին փուլը։ Նա հիմա ուներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Մանիպուլյացված լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս Մարինեին կասկածելի իրավիճակներում, որոնք երբեք գոյություն չէին ունեցել։ Կեղծ խոսակցություններ, ֆինանսական հետաքրքրություն ենթադրող և բավարար կապեր բամբասանքների լրատվամիջոցներում ապահովելու համար, որ պատմությունը կտարածվեր ինչպես կրակը չոր խոտի մեջ։ Ռաֆայել Ալմեիդան պատրաստվում էր անցնել իր կյանքի ամենադժվար փորձությունը։ Եվ Վալենտինան պետք է ապահովեր, որ նա ձախողվի։ Որովհետև եթե նա չէր կարողանում ունենալ նրան, ոչ ոք չէր ունենա։ Հատկապես մի աշխատակցուհի, ով համարձակվել էր գողանալ այն, ինչը նրան էր պատկանում սպասելու իրավունքով։ Երկուշաբթին եկավ մոխրագույն ամպերով լի երկնքով, որը փոթորիկ էր սպառնում։ Մարինեն արթնացավ տարօրինակ վատառողջությամբ, մի զգացումով, որ ինչ-որ վատ բան է պատրաստվում տեղի ունենալ։ Նա փորձեց հեռացնել բացասական մտքերը, պատրաստվելով աշխատանքին, դիպչելով Ռաֆայելի տված վզնոցին, որը հիմա թաքցնում էր համազգեստի բլուզի տակ, սրտին շատ մոտ։ Ռաֆայելը հանգստյան օրերին մեկնել էր Սան շինհրապարակ այցելելու։ Նա կվերադառնար այդ կեսօրին, Մարինեն ժամեր էր հաշվում նրան նորից տեսնելու համար։ 3 օր առանց նրա ներկայության չափազանց երկար էին։ Նա իրեն ժպտում էր, հիշելով վերջին համբույրը, որը նրանք կիսել էին ուրբաթ օրվա հրաժեշտի ժամանակ, թաքնված ավտոտնակում, մինչ պարոն Բենիկը ուղեբեռը բեռնում էր մեքենան։ Բայց երբ նա այդ առավոտ հասավ առանձնատուն, ինչ-որ բան տարբեր էր։ Տիկին Անահիտը նրան դիմավորեց անհանգիստ արտահայտությամբ, իսկ Կարինեն խուսափեց նրա հայացքից։ Նույնիսկ պարոն Բենիկը, միշտ այդքան ուրախ շփվող, չափազանց լուրջ էր։ Ինչ-որ բան պատահել է, հարցրեց Մարինեն, սիրտը արդեն սկսում էր ավելի արագ բաբախել։ Տիկին Անահիտը վարանեց, նյարդային ձեռքերով շտկելով գոգնոցը։ Աղջիկս, ինչ-որ բամբասանքներ են շրջում։ Բաներ ձեր պարոն Ռաֆայելի մասին։ Ինչ տեսակի բաներ։ Մինչ նա կհասցներ պատասխանել, զանգը հնչեց։ Դա առաքիչ էր, Ռաֆայել Ալմեիդային ուղված ծրարով։ Տիկին Անահիտը ստորագրեց ստացումը, տեսնելով ուղարկողին, էլ ավելի գունատվեց։ Դա հայտնի փաստաբանական գրասենյակից էր։ Եվ պաշտոնական ծրարի հետ միասին կար երանյան բարձր հասարակության բամբասանքների ամսագիր։ Մարինե, դուք պետք է այսօր գնաք։ Վաղը վերադառնաք, գուցե, երբ ամեն ինչ հանդարտվի, առաջարկեց տիկին Անահիտը, բայց նրա ձայնը դողում էր։ Ինչու՞։ Ինչ է կատարվում։ Տիկին Անահիտը բացեց ամսագիրը նշված էջում։ Այնտեղ, մեծ տառերով, գրված էր վերնագիրը։ Միլիարդատեր այրի Ռաֆայել Ալմեիդան նոր սիրավեպ է ունեցել տնային աշխատողի հետ։ Իրական հետաքրքրություն, թե օպորտունիզմ։ Եվ ներքում, լուսանկարներ։ Մարինեի լուսանկարներ, մտնում դուրս գալիս առանձնատնից, այգու լուսանկարներ, ավելի վատ մանիպուլյացված լուսանկարներ, որոնք նրան ցույց էին տալիս իրավիճակներում, որոնք երբեք տեղի չէին ունեցել, խոսելիս տղամարդկանց հետ, որոնց նա չէր ճանաչում, վայրերում, որտեղ նա երբեք չէր եղել։ Մարինեն զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում։ Սա ճիշտ չէ։ Ես երբեք, այս լուսանկարներն իրական չեն։
Ես գիտեմ, աղջիկս։ Ես գիտեմ։ Բայց ով դա արել է, շատ համոզիչ է եղել։ Տիկին Անահիտը բռնեց Մարինեի դողացող ձեռքերը։ Եվ ավելին կա։ Այս ծրարը պետք է ավելի վատ բան պարունակի։ Կարծում եմ, ինչ-որ մեկը փորձում է քանդել ձեզ։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները գալիս։ Ով դա կաներ։ Ինչու։ Բայց խորքում նա արդեն գիտեր։ Վալենտինան։ Միայն նա կարող էր լինել։ Այդ սառը աչքերը, այդ հաշվարկված ժպիտը, այդ թաքնված սպառնալիքները։ Նա կատարել էր իր խոստումը, ոչնչացնելու Մարինեի ցանկացած հնարավորություն Ռաֆայելի հետ։ Մեքենայի ժամանելու ձայնը ստիպեց բոլորին շրջվել։ Ռաֆայելը վերադարձել էր։ Մարինեն վեր կացավ, ցանկանալով վազել նրա մոտ, բացատրել, ցույց տալ, որ այդ ամենը սուտ է։ Բայց ինչ-որ բան նրա արտահայտության մեջ, երբ նա մտավ դռնից, նրան անշարժացրեց։ Նա հեռախոս էր բռնել ձեռքին, դեմքը գունատ էր, ծնոտները սեղմված։ Ինչ-որ մեկն արդեն ուղարկել էր նրան լուսանկարները։ Ինչ-որ մեկն առաջ էր անցել։ Ռաֆայելը նույնիսկ չնայեց Մարինեին։ Նա ուղղակիորեն դիմեց տիկին Անահիտին։ Բոլորը դուրս։ Հիմա։ Ես պետք է պարոնուհի Սարգսյանի հետ առանձին խոսեմ։ Սառը տոնը, պաշտոնական վերաբերմունքը, հանկարծակի հեռավորությունը։ Այդ ամենը դանակի հարվածի պես էր Մարինեի սրտին։ Տիկին Անահիտը արագ սեղմեց նրա ձեռքը, նախքան դուրս գալը, լուռ աջակցության ժեստով։ Երբ նրանք մենակ մնացին, լռությունը խլացուցիչ էր։ Ռաֆայելը վերջապես նայեց նրան, Մարինեն տեսավ մի բան, որը նրան ոչնչացրեց, կասկած։ Կասկած կար այդ աչքերում, որոնք նախկինում նրան այդքան սիրով էին նայում։ Ճիշտ է, հարցրեց նա, ձայնը վտանգավորորեն ցածր։ Դուք ինձ մոտեցաք շահերից ելնելով։ Ոչ։ Մարինեն մեկ քայլ առաջ արեց, ձեռքերը մեկնած, կարծես կարող էր դիպչել նրան, նորից կապել նրան ճշմարտության հետ։ Ռաֆայել, դուք ինձ ճանաչում եք։ Դուք գիտեք, թե ով եմ ես։ Ես կարծում էի, որ գիտեմ։ Նա նետեց հեռախոսը սուրճի սեղանին, որտեղ մանիպուլյացված լուսանկարները փայլում էին էկրանին։ Բայց այս լուսանկարները այլ պատմություն են պատմում։ Այս լուսանկարները գեղձ են։ Մարինեն զգում էր, թե ինչպես է հուսահատությունը աճում։ Ես երբեք չեմ եղել այդ վայրերում, երբեք չեմ ճանաչել այդ մարդկանց։ Ինչ-որ մեկը ծուղակ է դրել իմ դեմ։ Ինչ-որ մեկը։ Որքան հարմար է։ Ռաֆայելը ծիծաղեց, բայց դա դառը, վիրավորված ծիծաղ էր։ Եվ ես ենթադրում եմ, որ այդ խոսակցությունները նույնպես կեղծ են։ Այն հաղորդագրությունները, որտեղ դուք ենթադրաբար ընկերուհիներին պատմում եք, թե ինչպես եք պլանավորել մոտենալ հարուստ այրուն։ Ինչ հաղորդագրություններ։ Ես ընկերներ չունեմ այստեղ, Երանում։ Իմ հեռախոսը հին է, հազիվ եմ օգտագործում սոցիալական ցանցեր։ Մարինեն հիմա լաց էր լինում, տաք արցունքները հոսում էին դեմքով։ Խնդրում եմ, Ռաֆայել, դուք պետք է հավատաք ինձ։ Ինչ-որ մեկը դա անում է մեզ բաժանելու համար։ Կամ գուցե ես հիմար էի։ Հիմար, ով թույլ տվեց իրեն գայթակղվել գեղեցիկ դեմքով տխուր պատմությամբ։ Ռաֆայելը շրջվեց, ի վիճակի չլինելով նայել նրան։ Ինչպես էին այդ լուսանկարիչները իմանում, թե որտեղ լինել ճիշտ պահին։ Ինչպես էին նրանք ստացել այդ պատկերները, եթե դուք չէիք կազմակերպել։ Որովհետև ինչ-որ մեկը հետել է ինձ։ Ինչ-որ մեկը հետաքննել է ինձ։ Մարինեն բռնեց նրա ձեռքը, հուսահատված։ Ռաֆայել, խնդրում եմ, նայեք ինձ։ Նայեք իմ աչքերին, ասեք ինձ, որ դուք իսկապես հավատում եք, որ ես ի վիճակի կլինեի դրան։ Բայց Ռաֆայելը չնայեց։ Որովհետև եթե նա նայեր, կիմանար ճշմարտությունը։ Եվ ընկալված դավաճանության ցավը, Սեսիլիայի կորստի դեռ բաց վերքը, այն մեղքը, որը նա միշտ կրել էր, այդ ամենը մթագնում էր նրա դատողությունը։ Վալենտինան ճիշտ սերմեր էր ցանել։ Նա չափազանց լավ էր ճանաչում Ռաֆայելին, նա հստակ գիտեր, թե որ լարերին դիպչել նրան կասկածելու համար։ Ես քեզ ամեն ինչ տվեցի, ասաց նա խռպոտ ձայնով։ Բացեցի իմ սիրտը տարիներ շարունակ փակ մնալուց հետո։ Վստահեցի քեզ։ Եվ ես երբեք չեմ դավաճանել այդ վստահությանը։ Մարինեն հիմա հեծկլտում էր։ Ես սիրում եմ քեզ, Ռաֆայել։ Իրականում սիրում եմ քեզ։ Ինչպես կարող եք կարծել, որ այս ամենը ձացում էր։
Սեր։ Նա թքեց բառը, կարծես թույն լիներ։ Դու նույնիսկ չգիտես, թե ինչ է սերը։ Դու մի երեխա ես, ով հնարավորություն տեսավ բռնեց այն։ Ոչ։ Մարինեն ծնկի իջավ, ֆիզիկական ցավը հավասար էր էմոցիոնալին։ Խնդրում եմ, մի արեք դա։ Հետաքննեք, պարզեք, թե ով է դրա հետում։ Ինձ հնարավորություն տվեք ապացուցել իմ անմեղությունը։ Հոգնել եմ հնարավորություններ տալուց։ Հոգնել եմ հավատալուց հեքիաթներին։ Ռաֆայելը վերցրեց դրամապանակը հանեց մի հաստ ծրար։ Ահա 3 ամսվա կանխավճարային աշխատավարձ։ Ես ուզում եմ, որ դու այսօր դուրս գաս այս տնից։ Հիմա։ Մարինեն նայեց ծրարին, կարծես մահվան դատավճիռ լիներ։ Խոսքը գումարի մասին չէր։ Երբեք էլ չի եղել։ Խոսքը նրան սիրող տղամարդու մասին էր, ով նրան դուրս էր հանում, հավատալով ստերին, ընտրելով կասկածը, փոխարեն այն հավատի, որը նա դրել էր նրա վրա։ Դուք կզղջաք դրա համար, ասաց նա, դա սպառնալիք չէր, դա ցավ էր։ Երբ իմանաք ճշմարտությունը, կզղջաք, որ ինձ չվստահեցիք։ Եթե հայտնաբերվի այլ ճշմարտություն։ Ռաֆայելը հեռացավ, ի վիճակի չլինելով դիմանալ նրան այնտեղ, կործանված տեսքին։ Բայց առայժմ, ես այլս չեմ ուզում ձեզ տեսնել։ Մարինեն դժվարությամբ վեր կացավ, ոտքերը դողում էին։ Սրբեց արցունքները ձեռքի ափով ուղեց ուսերը։ Նրա ցավի մեջ արժանապատվություն կար, ուժ, որը գալիս էր կորուստներից փրկվելու բոլոր տարիներից։ Լավ։ Ես կգնամ։ Բայց մի բան իմացեք, Ռաֆայել Ալմեիդա, ես երբեք չեմ ստել ձեզ։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր զգացմունք ճշմարիտ էր։ Եվ մի օր, երբ դուք կիմանաք, թե ով է իրականում ինձ այս ծուղակը դրել, ստիպված կլինեք ապրել, իմանալով, որ դուք ոչնչացրել եք միակ մարդուն, ով ձեզ սիրում էր, ոչինչ չսպասելով փոխարենը։ Նա դուրս եկավ սենյակից, գլուխը բարձր պահած, թե սիրտը 1000 կտորի էր բաժանված։ Նա բարձրացավ իր փոքրիկ սենյակ, հավաքեց իր մի քանի հագուստը պայուսակում, երբ անցավ խոհանոցով, տեսավ տիկին Անահիտին լաց լինելիս։ Ես գիտեմ, որ դուք անմեղ եք, աղջիկս, ասաց տնային տնտեսուհին, ամուր գրկելով նրան։ Պարոն Բենիկն էլ գիտի։ Մենք կփորձենք նրան ստիպել տեսնել ճշմարտությունը։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ինձ հավատալու համար։ Մարինեն համբուրեց նրա այտը։ Բայց… Կարծում եմ, Ռաֆայելը պետք է ինքնուրույն բացահայտի։ Միայն այդպես դա ինչ-որ արժեք կունենա։ Նա դուրս եկավ հետնամասի դռնից, առանց հետ նայելու, որովհետև գիտեր, որ եթե նայեր, հենց այնտեղ կփլուզվեր։ Նա քայլեց կենտրոնի փողոցներով, մինչ ավտոբուս գտավ, որը նրան կտաներ նոր Նորք, այն էժան պանսիոնատ, որտեղ նա ապրում էր։ Եվ ամբողջ ճանապարհին նա բռնած էր Ռաֆայելի տված վզնոցը, սեղմելով այն կրծքին, կարծես կարող էր դրանից ինչ-որ ուժ կլանել։ Բայց կար մի բան, որ Մարինեն դեռ չգիտեր, մի բան, որը նրա մարմինը պատրաստվում էր բացահայտել։ Որովհետև վերջին 2 շաբաթվա ընթացքում նա առավոտյան սրտխառնոց էր զգացել, անսովոր հոգնածություն, նրա կրծքերը ցավում էին։ Ախտանիշներ, որոնք նա վերագրել էր աշխատանքի սթրեսին, իր ապրած զգացմունքների ինտենսիվությանը։ Նա ճշմարտությունը կիմանար մի քանի օր անց, երբ ուշացումը անհնար դառնար անտեսել։ Նա հղի էր։ Նա իր մեջ կրում էր սիրով ստեղծված մի կյանք, միակ պահին, երբ Ռաֆայելը նա թույլ տվեցին իրենց լիարժեք մտերմություն, լիալուսնի մի գիշեր, երբ շշնջվեցին խոստումներ, մարմինները հանդիպեցին մի քնքշությամբ, որը գերազանցում էր ֆիզիկականը։ Սրբազան պահ, որը հիմա թվում էր պղծված դաժան մեղադրանքով, որը նրան դուրս էր հանել այդ տնից։ Մինչդեռ առանձնատանը Ռաֆայելը փակվել էր գրասենյակում։ Մենակ վիսկի էր խմում, մի բան, որը նա տարիներ շարունակ չէր արել, կրկին ու կրկին նայում էր հեռախոսի լուսանկարներին։ Նա ցանկանում էր հավատալ, որ դրանք կեղծ էին։ Նա ցանկանում էր սուտ տեսնել Մարինեի աչքերում, երբ նա խնդրում էր իր վստահությունը։ Բայց ցավն այնքան մեծ էր, այնքան նման այն ցավին, որը նա զգացել էր Սեսիլիային կորցնելիս, որ նա նախընտրեց կառչել զայրույթից։ Ավելի հեշտ էր կատաղած լինել, քան կոտրված։ Վալենտինան զանգահարեց երեկոյան, ձայնը մեղմ, կեղծ անհանգստություն։ Ռաֆայել, սիրելիս, լսեցի լուրերի մասին։ Ցավում եմ։ Գիտեմ, թե որքան դժվար պետք է լինի ձեզ համար։ Ինչպես իմացաք, հարցրեց նա, կասկածելով։ Այն քաղաքի բոլոր բամբասանքների շրջանակներում է, սիրելիս։ Բայց մի անհանգստացեք, ես կհոգամ, որ դա չվնասի ձեր հեղինակությանը։
Ես կապեր ունեմ լրատվամիջոցներում։ Ես կարող եմ ապահովել, որ պատմությունը լինի այն մասին, որ դուք զոհ եք դարձել մի օպորտունիստի։ Ռաֆայելը պետք է նկատեր, թե ինչ հեշտությամբ էր նա լուծումներ առաջարկում։ Նա պետք է հարցականի տակ դներ, թե ինչպես էր ինչ-որ մեկը ստացել այդքան կասկածելի լուսանկարներ։ Նա պետք է հիշեր, որ Վալենտինան միշտ հայտնվում էր ամենահարմար պահերին։ Բայց ցավը մթագնում էր նրա դատողությունը։ Շնորհակալություն, Վալենտինա։ Խնդրեմ, սիրելիս։ Ի վերջո, ինչ են ընկերները, եթե ոչ նրանք, ովքեր ներկա են ամենավատ պահերին։ Երբ նա անջատեց հեռախոսը, Վալենտինան գոհունակ ժպտաց։ Այն հիանալի էր աշխատում։ Մի քանի ամիս անց, երբ Ռաֆայելը կհաղթահարեր սկանդալը, նա այնտեղ կլիներ, պատրաստ մխիթարելու նրան, վերջապես զբաղեցնելու այն տեղը, որը նա միշտ համարում էր իրենը իրավունքով։ Բայց կար մի բան, որ Վալենտինան չէր սպասում՝ տիկին Անահիտի պարոն Բենիկի հավատարմությունը։ Երկուսն էլ սկսեցին իրենց սեփական հետաքննությունը։ Տիկին Անահիտը զանգահարեց ընկերուհիներին, ովքեր աշխատում էին այլ առանձնատներում, հարցնելով, թե արդյոք ինչ-որ մեկը ճանաչում է Մարինեին, արդյոք նրա մասին ինչ-որ պատմություն կա։ Բոլորը հաստատեցին այն, ինչ նա արդեն գիտեր։ Մարինեն ազնիվ, աշխատասեր աղջիկ էր, երբեք դժվարությունների մեջ չէր ընկել։ Պարոն Բենիկն ավելի հեռու գնաց։ Նա օգտագործեց իր կապերը Երանի էլիտայի վարորդների անվտանգության աշխատակիցների շրջանում։ Եվ այդպես նա հայտնաբերեց։ Վալենտինա Մելքումյանը վարձել էր մասնավոր դետեկտիվ պատկերների մանիպուլյացիայի մասնագետ լուսանկարիչ։ Ամեն ինչ փաստաթղթավորված էր հաշիվ ապրանքագրերում, որոնք նրա օգտագործած փաստաբանական գրասենյակի դժգոհ աշխատակիցը արտահոսել էր։ Մարինեի հեռացումից 2 օր անց պարոն Բենիկը թակեց Ռաֆայելի գրասենյակի դուռը, ապացույցները ձեռքին։ Տեր, դուք պետք է տեսնեք սա։ Դա պարոնուհի Մարինեի մասին է։ Ճշմարտությունը։ Ռաֆայելը, ով հազիվ էր քնել նրա հեռանալուց հետո, խորը աչքերի տակով զղջումով լի սրտով, որը համառորեն չէր ցանկանում ընդունել, վերցրեց փաստաթղթերը։ Եվ երբ նա կարդում էր, նրա դեմքը գունատվում էր։ Դետեկտիվի հաշիվ ապրանքագրեր։ Լուսանկարչի հետ պայմանագրեր։ Էլեկտրոնային նամակներ, որտեղ Վալենտինան մանրամասնում էր, թե ինչ էր ուզում։ Ոչնչացնել Մարինե Սարգսյանի հեղինակությունը, նրան Ռաֆայել Ալմեյդայից հեռացնելու համար։ Ամեն ինչ սուտ էր։ Ամեն ինչ կազմակերպված։ Եվ նա հավատացել էր։ Նա վտարել էր միակ իրական սերը, որը նա ունեցել էր տարիներ շարունակ, մի կնոջ խանդի մանիպուլյացիայի պատճառով, ում նա նույնիսկ չէր սիրում։ Որտեղ է նա։ Ռաֆայելը կտրուկ վեր կացավ, հուսահատությունը համակեց նրան։ Ես պետք է գտնեմ նրան։ Ես պետք է ներողություն խնդրեմ։ Չգիտենք, Տեր։ Նա հասցե չի թողել։ Տիկին Անահիտը փորձել է զանգահարել, բայց հեռախոսն անջատված է։ Ռաֆայելը խուճապ զգաց։ Իսկ եթե նա չներեր իրեն։ Իսկ եթե նա ոչնչացրել էր մի բան այնքան թանկարժեք, որ հնարավոր չէր շտկել։ Առաջին անգամ երկար ժամանակի մեջ Ռաֆայել Ալմեյդան լաց եղավ։ Լաց եղավ երկրորդ անգամ, որ նա կորցրել էր սերը իր սեփական անվստահության, իր սեփական թուլության պատճառով։ Գտեք նրան, հրամայեց նա պարոն Բենիկին։ Օգտագործեք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Վարձեք դետեկտիվներ, առաջարկեք բարգատրում, արեք այն, ինչ անհրաժեշտ է։ Ես պետք է գտնեմ Մարինեին։ Մինչդեռ նոր Նորքի պանսիոնատի իր նեղ սենյակում Մարինեն դողացող ձեռքերում պահում էր դրական հղիության թեստը։ 2 վարդագույն գծեր, որոնք ամեն ինչ փոխեցին։ Նա հղի էր Ռաֆայելից։ Նա իր մեջ կրում էր այն մարդու մի մասը, ով նրան դուրս էր հանել, ով կասկածել էր նրան, ով սուտը ընտրել էր իր սիրո փոխարեն։ Նա ժամեր շարունակ լաց էր լինում, ձեռքերը դեռ հարթ որովայնի վրա։ Բայց նույնիսկ ցավի մեջ, նույնիսկ անորոշության մեջ, զղջում չկար։ Այդ երեխան սիրով էր հղիացել։ Եվ սերը երբեք սխալ չէր, անկախ նրանից, թե ինչ էր լինելու հետո։ Նա կմեծացներ այդ երեխային մենակ, եթե պետք լիներ։ Նա կաշխատեր 3 աշխատանքում, կապրեր նեղ սենյակում, դժվարություններ կտաներ, բայց իր երեխային կտար այն ամենը, ինչ կարող էր առաջարկել, անվերապահ սեր։ Մարինեն որոշեց չպատմել Ռաֆայելին։ Առնվազն դեռ ոչ։ Ոչ այնքան ժամանակ, քանի դեռ նա կարծում էր, որ նա ստախոս է օպորտունիստ։
Նրա երեխան չէր օգտագործվի որպես փոխանակման միջոց, որպես տղամարդուն ստիպելու միջոց նրան նորից ընդունելու համար։ Եթե Ռաֆայելը ցանկանար նրան նորից տեսնել, դա պետք է լիներ այն պատճառով, որ նա վերջապես կհավատար նրան։ Որովհետև նա վերջապես կտեսներ ճշմարտությունը։ Եվ միայն այդ ժամանակ, գուցե, նա կպատմեր նրան իր ներսում աճող նոր կյանքի մասին։ Օրերը վերածվեցին շաբաթների։ Մարինեն աշխատանք գտավ թաղամասի ճաշարանում, ծանր, բայց ազնիվ աշխատանք։ Նա թաքցնում էր դեռ սկզբնական հղիությունը ավելի լայն հագուստի տակ։ Նա գնում էր նախածննդյան խորհրդատվությունների առողջապահական կենտրոնում, միշտ մենակ, միշտ ուժեղ։ Գիշերը նա պառկում էր նեղ մահճակալին, մեղմորեն խոսում էր երեխայի հետ, պատմելով պատմություններ, երգելով այն երգերը, որոնք իր տատիկը սովորեցրել էր նրան։ Եվ կենտրոնում Ռաֆայելը երանը շրջում էր նրան գտնելու համար։ Նա արդեն գիտեր ճշմարտությունը, արդեն առերեսվել էր Վալենտինային պայթյունավտանգ վեճում, որտեղ հասկացրել էր, որ այլս չի ցանկանում նրան տեսնել։ Նա արդեն հարցազրույց էր տվել, հերքելով բամբասանքները, բացահայտելով մանիպուլյացիան։ Բայց դա ոչինչ չէր նշանակում, եթե նա չէր գտնում Մարինեին։ Եթե նա չէր կարողանում ծնկի իջնել նրա առջ ներողություն խնդրել։ Դա տիկին Անահիտն էր նրա տնային աշխատողների շրջանում կապերի ցանցը, ովքեր վերջապես բացահայտեցին։ Մի ծանոթ տեսել էր Մարինեին ճաշարանում աշխատելիս։ Ռաֆայելը ժամանակ չկորցրեց։ Վերցրեց մեքենայի բանալիները, ինքը վարեց դեպի Նոր Նորք, առանց պարոն Բենիկի, առանց անվտանգության աշխատակիցների։ Պարզապես մի տղամարդ, փնտրելով այն կնոջը, ում սիրում էր, ում խորապես վիրավորել էր։ Երեկո էր, երբ նա կայանեց պարզ ճաշարանի դիմաց, ֆորմիկայից սեղաններով, պլաստիկ աթոռներով։ Եվ այնտեղ, ցուցափեղկի միջով, նա տեսավ նրան։ Մարինեն, հագած բաց վարդագույն համազգեստ, մազերը հավաքված հյուսվածքով, հաճախորդներին սպասարկում էր այն բարի ժպիտով, որը նա այդքան սիրում էր։ Բայց ինչ-որ բան տարբեր էր։ Նա դեմքով ավելի նիհար էր, բայց որովայնի վրա կար մի փոքրիկ կորություն, որը նախկինում չկար։ Ռաֆայելի սիրտը կանգ առավ։ Հնարավոր է։ Արդյոք նա հղի էր։ Արդյոք իրենից էր։ Մաթեմատիկան համընկնում էր։ Գրեթե 3 ամիս էր անցել նրան վտարելուց հետո։ 3 ամիս այն կախարդական գիշերից հետո, երբ նրանք ամբողջությամբ հանձնվել էին միմյանց։ Նա մտավ ճաշարան, դռան զանգը հայտարարեց նրա ներկայությունը։ Մարինեն շրջվեց, նրան տեսնելիս սառեց։ Նրա ձեռքի ափսեն գրեթե ընկավ։ Նրա աչքերը լայն բացվեցին, նա այնտեղ տեսավ զգացմունքների մրրիկ, զարմանք, ցավ, զայրույթ, դեռ, ամեն ինչից հետո, սեր։ Այդ համառ սերը, որը հրաժարվում էր մահանալ։ Մարինե, ասաց նա, նրա ձայնը խռպոտ դուրս եկավ, լի զղջումով։ Մենք պետք է խոսենք։ Մարինեն զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում, տեսնելով Ռաֆայելին այնտեղ, ճաշարանի մուտքի մոտ կանգնած, լիովին անտեղի այդ պարզ միջավայրում, իր թանկարժեք հագուստներով, իր տպավորիչ կեցվածքով։ Մյուս հաճախորդները հետաքրքրված էին նայում, շշնջալով միմյանց հետ։ Ակնհայտ էր, որ նա չէր պատկանում այդ վայրին։ Բայց նրա աչքերը, այդ մուգ աչքերը, որոնք այդքան էին տանջում նրան երազներում, կենտրոնացած էին միայն նրա վրա, լցված մի բանով, որը նա չէր համարձակվում անվանել հույս։ Պարոն Հարությունը, ճաշարանի տերը, միջին տարիքի մի տղամարդ, մեծ որովայնով, բարի սրտով, նկատեց լարվածությունը։ Մարինե, հիմա կարող եք ընդմիջել։ Գնացեք, աղջիկս։ Ես կփոխարինեմ ձեր սեղանները։ Մարինեն գլխով արեց, շնորհակալություն հայտնելով, դուրս եկավ սեղանի հետից։ Առանց որևէ բան ասելու, նա քայլեց դեպի հետնամասի դուռը, որը տանում էր դեպի մի փոքրիկ բակ, որտեղ դրված էին զովացուցիչ ըմպելիքների արկղերը մի քանի հին աթոռներ։ Ռաֆայելը լուր հետեց նրան, գիտակցելով, որ ցանկացած սխալ բառ կարող է ստիպել նրան փախչել։ Երբ նրանք մենակ մնացին, Մարինեն շրջվեց, նայելու նրան, ձեռքերը կրծքին խաչած, պաշտպանական ժեստով։ Ես ոչինչ չունեմ ձեզ հետ խոսելու, ասաց նա, բայց նրա ձայնը դողում էր, մատնելով ենթադրյալ ամրությունը։ Ես գիտեմ։ Ես գիտեմ, որ նույնիսկ 5 րոպեի ձեր ժամանակին արժանի չեմ։ Ռաֆայելը մեկ քայլ առաջ արեց, ձեռքերը գրպաններում, կարծես պետք է իրեն զսպեր, նրան չդիպչելու համար։ Բայց ես խնդրում եմ, որ ինձ լսեք։ Միայն դա։ Հետո, եթե դուք ցանկանաք, որ ես գնամ, այլս երբեք չվերադառնամ, ես կգնամ։ Խոստանում եմ։ Մարինեն երկար ժամանակ դիտում էր նրան։ Նա տարբեր էր։
Նրա աչքերի տակ խորս շրջանակներ կային, կարծես օրերով չէր քնել։ Դեմքը ավելի նիհար էր, ուսերը թեթակի կորացած, կարծես անտեսանելի ծանրություն էր կրում։ Նա այլս առանձնատան հպարտ անձեռնմխելի մարդը չէր։ Նա պարզապես կոտրված, խոցելի մարդ էր։ 5 րոպե, թույլ տվեց նա, պայքարելով նրա գիրկը նետվելու ցանկության դեմ։ Խոսեք։ Ռաֆայելը խորը շունչ քաշեց, կարծես պատրաստվում էր անել իր կյանքի ամենակարևոր բանը։ Ես ճշմարտությունը պարզեցի։ Լուսանկարների, կեղծ խոսակցությունների, ամեն ինչի մասին։ Դա Վալենտինան էր։ Նա դետեկտիվ, լուսանկարիչ վարձեց, ամեն ինչ կեղծեց, մեզ բաժանելու համար։ Ես ունեմ բոլոր ապացույցները։ Հաշիվներ, էլեկտրոնային նամակներ, ամեն ինչ։ Եվ ես, Մարինե, ծանր հառաչեց նա, ես լրիվ հիմար էի, որ հավատացի։ Որ կասկածեցի ձեզ։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները սկսում ձավորվել, բայց պայքարեց դրանց դեմ։ Եվ դուք կարծում եք, որ դա ինչ-որ բան փոխում է։ Ոչ։ Ռաֆայելը թափահարեց գլուխը, աչքերը լցված։ Դա չի փոխում այն փաստը, որ ես ձեզ վիրավորեցի։ Որ ես ձեզ վտարեցի ամենավատ ձով։ Որ ես կասկածը ընտրեցի, ձեզ վստահելու փոխարեն։ Ոչինչ դա չի փոխում։ Ապա ինչու։ Էկ այստեղ։ Որովհետև ես սիրում եմ քեզ։ Բառերը դուրս եկան պարզ, ուղիղ, լի մերկ, անկեղծ ճշմարտությամբ։ Որովհետև առանց քեզ ամեն օր դժոխք է եղել։ Որովհետև ես արթնանում եմ, առաջին բանը, որ մտածում եմ, քո մասին է։ Որովհետև այդ դատարկ տունը, իր բոլոր շքեղություններով, ոչինչ չի նշանակում, եթե դու այնտեղ չես։ Որովհետև ես թշվառ եմ առանց քեզ, Մարինե։ Արցունքները վերջապես հոսեցին նրա դեմքով։ Դուք ինձ ոչնչացրեցիք, Ռաֆայել։ Ինձ ստիպեցիք զգալ կեղտոտ, անարժան։ Ինձ մեղադրեցիք ամենավատ բաների մեջ։ Ինչպես եք ակնկալում, որ ես դա կմոռանամ։ Ես չեմ ակնկալում, որ դուք կմոռանաք։ Ռաֆայելը սրբեց իր սեփական արցունքները, որոնք սկսել էին հոսել։ Ես դա գիտեմ։ Բայց ինձ հնարավորություն տվեք նորից շահելու այդ վստահությունը։ Օրեցօր։ Ժեստ առ ժեստ։ Մինչ որ դուք նորից հավատաք։ Ես չեմ խնդրում, որ հիմա վերադառնաք ինձ մոտ։ Ես խնդրում եմ փորձելու հնարավորություն։ Մարինեն նայեց այդ ծնկաչոք տղամարդուն, տեսավ բացարձակ անկեղծություն։ Տեսավ զղջում։ Տեսավ սեր։ Բայց նա տեսավ իր սեփական բաց վերքերը, որոնք դեռ արյունահոսում էին։ Եվ կար մի բան էլ, որը նա չգիտեր։ Մի բան, որը ամեն ինչ կփոխեր։ Ռաֆայել, մեղմորեն ասաց նա, ես հղի եմ։ Հետո լռությունը բացարձակ էր։ Ռաֆայելը նայեց նրան, կարծես համոզված չէր, որ ճիշտ է լսել։ Ինչ։ Ես երեխայի եմ սպասում։ Ձեր երեխայի։ Մարինեն ձեռքերը դրեց որովայնի վրա, պաշտպանական ժեստով։ Ես պարզեցի մի քանի շաբաթ անց, երբ դուք ինձ վտարեցիք։ Եվ ոչ, նախքան կհարցնեք, ես ձեզ դա չեմ պատմում, ձեզ ոչինչ չստիպելու համար։ Ես կմեծացնեմ այս երեխային մենակ, եթե պետք լինի։ Բայց դուք իրավունք ունեիք իմանալու։ Ռաֆայելը դանդաղ վեր կացավ, օրորվելով, կարծես բռունցքով հարվածել էին նրան։ Մի երեխա։ Մարինեն հղի էր։ Իրենից։ Նրանք միասին կյանք էին ստեղծել։ Եվ նա վտարել էր նրան, թողել մենակ, պայքարելիս, աշխատելիս այդ վայրում, մինչդեռ նա պետք է խնամվեր, փայփայվեր, պաշտպանվեր։ Այն բանի ծանրությունը, ինչ նա արել էր, ամբողջությամբ ջախջախեց նրան։ Աստված իմ, Մարինե։ Նա մեկ քայլ արեց դեպի նա, դողացող ձեռքերը մեկնած։ Դուք մենակ էիք անցնում դրանով։ Աշխատում էիք, ջանքեր էիք գործադրում, մինչդեռ ես։ Մինչդեռ դուք ինձ ստախոս օպորտունիստ էիք համարում։ Մարինեն ավարտեց, ձայնում ցավն ակնհայտ։ Այո, Ռաֆայել։ Ես մենակ անցա դրանով։ Բժշկական զննումները, սրտխառնոցները, վախը, ամեն ինչ։ Մենակ։ Ներեցեք ինձ։ Նա նորից ծնկի իջավ, այս անգամ գրկելով նրա ոտքերը, գլուխը նրա որովայնին։ Խնդրում եմ, Մարինե։ Ներեցեք ինձ։ Թույլ տվեք շտկել սա։ Թույլ տվեք հոգ տանել ձեր երկուսիդ մասին։
Թույլ տվեք լինել այն տղամարդը, որին դուք մեր երեխան արժանի եք։ Մարինեն մատները խորացրեց նրա մազերի մեջ, պատրված այն սիրո միջ, որը դեռ զգում էր, այն ցավի, որը դեռ ցավում էր։ Չգիտեմ, կարող եմ անել, շշնջաց նա։ Այդքան վախենում եմ նորից վիրավորվելուց։ Ես կապացուցեմ քեզ։ Ամեն օր իմ կյանքի մնացած մասում։ Ես կապացուցեմ քեզ։ Ռաֆայելը համբուրեց նրա որովայնը հագուստի վրայից, ակնածալից համբույրով, լի խոստումներով։ Դուք հիմա իմ աշխարհն եք։ Իմ ամեն ինչը։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ, միասին լաց լինելով, սկսելով բուժման դանդաղ գործընթացը։ Երբ վերջապես բաժանվեցին, Ռաֆայելը պնդեց նրան տուն տանել։ Ոչ թե առանձնատուն, այլ այն պանսիոնատ, որտեղ նա ապրում էր։ Նա ցանկանում էր տեսնել, թե որտեղ էր նա ապրում, հասկանալ, թե ինչին էր նա մենակ դիմակայել։ Երբ նա տեսավ մանրիկ սենյակը, պատի խոնավությամբ, նեղ մահճակալով միջանցքում ընդհանուր բաղնիքով, Ռաֆայելը իր նկատմամբ այնպիսի կատաղություն զգաց, որ հազիվ կարողացավ զսպել։ Մարինեն այնտեղ էր ապրել, հղի, մենակ, մինչդեռ նա ինքնախղճահարությամբ էր ընկղմված դատարկ առանձնատանը։ Դուք այստեղ այլս ոչ մի օր չեք մնա, հայտարարեց նա։ Խնդրում եմ, Մարինե։ Թույլ տվեք ձեզ տանել մի պատշաճ վայր։ Դա կարող է լինել առանձին բնակարան, ձեր սեփական բանալիով, ձեր սեփական գաղտնիությամբ։ Բայց ոչ այստեղ։ Ոչ այսպես։ Ռաֆայել, ես չեմ ուզում ձեր բարեգործությունը։ Դա բարեգործություն չէ։ Նա բռնեց նրա դեմքը երկու ձեռքերով։ Դա պատասխանատվություն է։ Դա սեր է։ Ես հոգ եմ տանում իմ երեխայի մոր մասին։ Խնդրում եմ։ Մարինեն հոգնած էր։ Հոգնած էր մենակ պայքարելուց, հոգնած էր միշտ ուժեղ լինելուց։ Եվ գուցե, պարզապես գուցե, Ռաֆայելը արժանի էր մի հնարավորության ապացուցելու, որ նա փոխվել է։ Լավ։ Բայց առանձին վայրում։ Ես դեռ չեմ վերադառնա առանձնատուն։ Լավ։ Ինչպես կցանկանաք։ Հաջորդ օրերին Ռաֆայելը գեղեցիկ բնակարան տրամադրեց Արաբկիրում, անվտանգ հաճելի թաղամասում։ Երկու սենյակ, մեկը արդեն ձևավորված որպես մանկական սենյակ, չեզոք, պաստելային երանգներով։ Հագեցած խոհանոց, պատշգամբ, կանաչապատ տեսարանով։ Դա կատարյալ էր։ Եվ դա նրա սեփականությունն էր, նրա անունով պայմանագրով, որն ապահովում էր նրա անկախությունը։ Բայց Ռաֆայելը դրանով չսահմանափակվեց։ Նա ամեն օր հայտնվում էր։ Ոչ թե ճնշելու, այլ ներկա լինելու համար։ Նա Կարինեի պատրաստած ուտեստներ էր բերում։ Նա ուղեկցում էր նրան բժշկական զննումների ժամանակ, բռնելով նրա ձեռքը, երբ նրանք առաջին անգամ լսում էին երեխայի սրտի ուժեղ բաբախյունը։ Նա բերում էր հղիության հայրության մասին գրքեր, որոնք նա ջանասիրաբար կարդում էր։ Նա հավաքում էր մանկական սենյակի կահույքը։ Նա լսում էր նրա անհանգստությունները, վախերը, ապագայի մասին երազանքները։ Եվ աստիճանաբար օրեցօր Մարինեն զգում էր, թե ինչպես է վստահությունը վերականգնվում։ Ոչ թե արագ հեշտ ձով, այլ ամուր, աղյուս առ աղյուս։ Նա տեսնում էր, թե ինչպես է Ռաֆայելը ապացուցում գործերով, ոչ միայն բառերով։ Նա տեսնում էր մի մարդու անկեղծ ջանքերը, ով վճռական էր լինել ավելի լավը։ Տիկին Անահիտը, պարոն Բենիկը նույնպես հաճախ էին այցելում, բերելով հյուրասիրություններ, պատմություններ առանձնատնից։ Տունը դատարկ է առանց ձեզ, աղջիկս, ասում էր տիկին Անահիտը։ Տերը այնտեղ ուրվականի պես է շրջում։ Վերամիավորումից 2 ամիս անց, գարնանային արոտ կեսօրին, Ռաֆայելը հայտնվեց բնակարանում, հորտենզիաների հսկայական ծաղկեփնջով, Մարինեի սիրելի ծաղիկները։ Նա բացեց դուռը, արդեն 6 ամսական կլորացած որովայնով, ճառագայթող իր հղիությունից, չնայած ամեն ինչին։ Ես պետք է ձեզ մի բան ցույց տամ, ասաց նա, խորհրդավոր կերպով։ Հետաքրքրված Մարինեն թույլ տվեց իրեն առաջնորդել։ Նա մեքենայով գնաց առանձնատուն, երբ նրանք ներս մտան, նա շնչահեղձ եղավ։ Ամեն ինչ տարբեր էր։ Նախկինում մուգ երանգներով պատերը հիմա բաց էին, լուսավորված։ Ամենուր ծաղիկներ կային։ Նոր լուսանկարներ պատերին, ուրախ բնապատկերներով, երջանիկ պահերով։ Եվ Սեսիլիայի սենյակը, այդ անձեռնմխելի սրբավայրը, վերջապես տարբեր էր։ Այն վերածվել էր հարմարավետ գրադարանի, հարմարավետ բազկաթոռներով, գրքերով լի դարակներով։ Ես անցյալում էի կորած, բացատրեց Ռաֆայելը, բռնելով նրա ձեռքը, երբ նրանք քայլում էին տանը։
Բայց դուք ինձ սովորեցրիք, որ նրանց հիշելը, ում կորցրել ենք, չի նշանակում ապրել գերեզմանում։ Սեսիլիան արժանի էր հիշվել սիրով, ոչ թե մեղքով։ Եվ մեր երեխան արժանի է մեծանալ լույսով լի տանը, ոչ թե ստվերներով։ Մարինեի աչքերում արցունքներ կային։ Շատ գեղեցիկ է, Ռաֆայել։ Նա ծնկի իջավ նրա առջ, հենց այնտեղ, վերանորոգված հյուրասենյակի մեջտեղում, գրպանից հանեց մի փոքրիկ թավշյա տուփ։ Ներսում պարզ, բայց գեղեցիկ մատանի, զուսպ ադամանդով։ Մարինե Սարգսյան, դուք ինձ սովորեցրիք նորից ապրել։ Ինձ սովորեցրիք, որ ներելը քաջության արարք է, որ ճշմարիտ սերը չի վախենում նորից սկսելուց։ Կամուսնանաք ինձ հետ։ Ոչ այն պատճառով, որ դուք հղի եք, այլ այն պատճառով, որ ես չեմ կարող պատկերացնել իմ կյանքի մնացած մասն առանց ձեզ։ Որովհետև դուք իմ լավագույն ընկերուհին եք, իմ սերը, իմ տունը։ Մարինեն հեծկլտում էր, ձեռքերը բերանին։ Այո։ Այո, ես կամուսնանամ։ Նա մատանին սահեցրեց նրա մատին համբուրեց նրան աշխարհի ողջ քնքշությամբ, գիտակցելով նրանց միջ եղած որովայնը, այն կյանքը, որը նրանք միասին ստեղծել էին։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ միաժամանակ ծիծաղում լաց էին լինում։ Հարսանիքը տեղի ունեցավ 2 շաբաթ անց, պարզ, բայց հուզիչ, առանձնատան այգում, որն այժմ նոր կյանք էր շնչում։ Տիկին Անահիտը լաց էր լինում ամբողջ արարողության ընթացքում։ Պարոն Բենիկը քավորն էր։ Կարինեն պատրաստել էր եռահարկ տորտ, որն ավելի շատ սեր էր, քան շաքար։ Մի քանի իսկական ընկերներ ներկա էին, բայց կարորն այնտեղ էր, 2 սիրող մարդիկ, ովքեր պայքարել էին այդ սիրո համար, ովքեր ներել էին նորից սկսել։ Մարինեն կրում էր պարզ սպիտակ զգեստ, որը մեղմորեն իջնում էր նրա ուռած որովայնի վրա։ Ռաֆայելը չէր կարողանում դադարել նայել նրան, այդ զարմանալի կնոջը, ով համաձայնել էր կիսել իր կյանքը նրա հետ, չնայած ամեն ինչին։ Երբ նրանք փոխանակեցին ուխտերը, նա մեկ անգամ խոստացավ. Ես կպաշտպանեմ քեզ, կսիրեմ քեզ, կհարգեմ քեզ իմ կյանքի ամեն օրը։ Դու մեր երեխան, իմ ամենամեծ գանձն ես։ Եվ Մարինեն, իր քաղցր, բայց ամուր ձայնով, պատասխանեց. Եվ ես խոստանում եմ սիրել քեզ ուրախության ցավի մեջ, ներել քեզ, երբ սխալվես, քեզ հետ կառուցել մի տուն, որը հիմնված է ճշմարտության վստահության վրա։ Որովհետև հենց դա է մեզ բերել այստեղ, դա է մեզ առաջ տանելու։ Երբ դատավորը նրանց ամուսին կին հայտարարեց, Ռաֆայելը համբուրեց նրան ներկաների հուզված ծափահարությունների ներքո, դա նման էր ոչ միայն ամուսնության, այլ 2 հոգիների բուժման կնքելուն, որոնք գրեթե կորել էին։ Մարինեն վերադարձավ առանձնատուն, բայց հիմա այլ էր։ Դա նրա իրական տունն էր, ոչ թե մի տեղ, որտեղ նա աշխատում էր։ Ռաֆայելը պնդեց, որ նա ամեն ինչ վերաձավորի այնպես, ինչպես նա կցանկանար։ Միասին նրանք պատրաստեցին մանկական սենյակը, քննարկելով գույները, գնելով մանրիկ հագուստներ, ծիծաղելով իրենց սեփական անհանգստությունների վրա, կապված մոտալուտ ծնողության հետ։ Հղիության վերջին շաբաթները լի էին բացարձակ երջանկությամբ։ Ռաֆայելը ներկա էր յուրաքանչյուր պահին, մերսելով նրա այտուցված ոտքերը, արթնանալով կեսգիշերին, փնտրելու այն տարօրինակ ուտելիքները, որոնք նա ցանկանում էր, խոսելով որովայնի հետ ամեն գիշեր, քնելուց առաջ։ Եվ ամառային մի կեսգիշեր, երբ արի առաջին շողերը սկսեցին ոսկեգույն երանգ հաղորդել երանին, Մարինեն զգաց առաջին կծկումները։ Ռաֆայելը հիանալի խուճապի մեջ էր, սեփական ոտքերի վրա սայթաքելով, հիվանդանոցի պայուսակը վերցնելիս, զանգահարելով տիկին Անահիտին, պարոն Բենիկին, հայտարարելով, որ ժամանակն է։ Հիվանդանոցում նա բռնեց Մարինեի ձեռքը ծննդաբերության ամբողջ ընթացքում, քաջալերող բառեր ասելով, սրբելով նրա քրտինքը, լինելով նրա խարիսխը, մինչ նա աշխարհ էր բերում այն կյանքը, որը նրանք ստեղծել էին։ Եվ երբ վերջապես ժամեր անց, որոնք թվացին հավերժություն, երեխայի ուժեղ լացը արձագանքեց սենյակում, երկուսն էլ միասին լաց եղան։ Տղա է, հայտարարեց բժիշկը, դեռ վերնիքսով ծածկված երեխային դնելով Մարինեի կրծքին։ Ռաֆայելը նայեց այդ փոքրիկ կատարյալ էակին, մուգ մազերով հզոր թոքերով, այնքան ուժեղ սեր զգաց, որ հազիվ էր կարողանում շնչել։ Իմ որդին։ Մեր որդին։ Մարինեն համբուրում էր երեխայի գլխիկը, միաժամանակ ծիծաղելով լաց լինելով։ Նա կատարյալ է, Ռաֆայել։ Տես, թե ինչ ենք արել։ Ինչ դու արեցիր, ուղեց Ռաֆայելը, համբուրելով նրա քրտինքոտ ճակատը։ Դու ամենաուժեղ ամենաքաջ կինն ես, ում ես ճանաչում եմ։ Նրանք տղային անվանեցին Միքայել, ուժեղ գեղեցիկ անուն։ Միքայել Սարգսյան Ալմեիդա։ Եվ երբ տիկին Անահիտը, պարոն Բենիկը Կարինեն հանդիպեցին երեխային մի քանի ժամ անց, դա արցունքների ուրախության տոն էր։
Միքայելի հետ առաջին ամիսները լարված էին։ Անքուն գիշերներ, անվերջ տակտիրներ, լացեր, որոնք կարծես բացատրություն չունեին։ Բայց դրանք նա բացահայտումների ամիսներ էին, առաջին ժպիտը, առաջին ծիծաղը, այնպես թե ինչպես էր նա Ռաֆայելի մատը բռնում զարմանալի ուժով, այդքան փոքր մեկի համար։ Ռաֆայելը իրեն նվիրված հայր դրսորեց։ Նա արթնանում էր գիշերը, կերակրման հարցում օգնելու համար, առանց բողոքելու փոխում էր տակտիրները, երգում էր իր որդու համար կեղծ, բայց սիրով լի ձայնով։ Եվ ամեն անգամ, երբ նա նայում էր Մարինեին Միքայելին կերակրելիս, խորը երախտագիտություն էր զգում, որ ներվել էր, որ ստացել էր այս երկրորդ հնարավորությունը։ Մարինեն ծաղկում էր իր մայրության մեջ։ Դա բնական էր նրա համար, ինչպես մնացած ամեն ինչ, ինչ նա անում էր սրտով։ Եվ տեսնելով Ռաֆայելին ամեն օր փոխվող, ավելի մեղմ, ավելի ներկա, ավելի մարդկային դառնալիս, հաստատում էր, որ նա ճիշտ ընտրություն էր կատարել, ներելով նրան։ Մի գիշեր, երբ Միքայելը վերջապես քնած էր իր մահճակալում, հատկապես դժվար կոլիկներով լի կեսօրից հետո, Ռաֆայելը Մարինեն պառկած էին մահճակալին, հոգնած, բայց երջանիկ։ «Դուք զղջո՞մ եք», հանկարծ հարցրեց Ռաֆայելը։ «Որ ինձ ներեցիք։ Որ վերադարձաք»։ Մարինեն շրջվեց, նայելու նրան, մատներով նրա դեմքի ուրվագիծը գծելով։ «Երբեք։ Դուք սխալվեցիք, այո։ Ինձ խորապես վիրավորեցիք։ Բայց դուք նա քաջություն ունեցաք ճանաչելու սխալը, պայքարելու մեզ համար, փոխվելու համար։ Եվ դա, Ռաֆայել, դա հազվադեպ է։ Ես ձեզ արժանի չեմ։ Գուցե ոչ։ Նա ժպտաց։ Բայց դուք ինձ ունեք մի նույնը։ Հավերժ։ Նրանք համբուրվեցին դանդաղ քաղցր համբույրով, լի կատարված խոստումներով կառուցվելիք ապագաներով։ Եվ հարան սենյակում Միքայելը հանգիստ քնած էր, շրջապատված ծնողների սիրով, ովքեր պայքարել էին, կորել էին, բայց գտել էին միմյանց վերադառնալու ճանապարհը։ Կյանքը շարունակվեց իր բնական հունով։ Միքայելը մեծացավ ուժեղ ու առողջ, հոր մուգ աչքերով, մոր քաղցր ժպիտով։ Ռաֆայելը, ով նախկինում ապրում էր միայն աշխատանքի համար, սովորեց հավասարակշռել։ Նա ավելի շուտ էր դուրս գալիս գրասենյակից, ընտանիքի հետ ընթրելու համար։ Նա Մարինեին Միքայելին տանում էր զբոսայգիներ, լողափեր, պարզ, բայց իմաստալից ճանապարհորդություններ։ Առանձնատունը, նախկինում սառը լուռ, այժմ արձագանքում էր ծիծաղով, երեխայի լացով, երաժշտությամբ։ Տիկին Անահիտը սովորաբար ասում էր, դիտելով ընտանիքին. «Այս տունը վերջապես հոգի ունի»։ Եվ ամեն ինչ շնորհիվ այն մաքուր սիրտ ունեցող աղջկա, ով եկավ այստեղ մեղմորեն երգելով։ Վալենտինան, մյուս կողմից, անհետացել էր Ռաֆայելի սոցիալական շրջանակներից այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն բացահայտել էր նրան։ Նա փորձեց պաշտպանվել, բայց ապացույցներն անհերքելի էին։ Նա կորցրեց ընկերությունները, վստահությունը ի վերջո տեղափոխվեց մեկ այլ քաղաք, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրա պատմությունը։ Ռաֆայելը երբեք չզգաց կարեկցանք։ Որոշ մարդիկ ստեղծում են իրենց սեփական կործանումը, պնդելով ոչնչացնել ուրիշներին։ Տարիներ անց, երբ Միքայելը 5 տարեկան դարձավ, արդեն վազվզում էր առանձնատան այգիներում, թիթեռների հետից, Մարինեն Ռաֆայելը նստած էին պատշգամբում, դիտելով որդու խաղը։ Նա նորից հղի էր, այս անգամ աղջկա, ում արդեն որոշել էին անվանել Սեսիլիա, Ռաֆայելի առաջին կնոջ պատվին, որովհետև Մարինեն հասկացավ, որ սիրելը չի նշանակում անցյալը ջնջել, այլ հարգել այն, միաժամանակ կառուցելով ապագան։ Դուք երջանիկ եք, հարցրեց Ռաֆայելը, ձեռքը դնելով նրա աճող որովայնին։ Մարինեն նայեց խաղացող որդուն, տունը, որը դարձել էր օջախ, իր կողքի տղամարդուն, ով հասունացել փոխվել էր, ժպտաց։ Ավելի, քան երբե պատկերացնում էի, որ հնարավոր է։ Շնորհակալություն, մեղմորեն ասաց նա։ Մեզնից չհրաժարվելու համար։ Ինձ ավելի լավը լինելու հնարավորություն տալու համար։ Շնորհակալություն ձեզ, այդ հնարավորության համար պայքարելու համար։ Մարինեն մեղմորեն համբուրեց նրան։ Հեշտ չէր, բայց արժեր ամեն արցունքը, ամեն կասկածի պահը։ Որովհետև դա մեզ բերեց այստեղ։ Եվ այնտեղ, այդ կեսօրվա արով լուսավորված պատշգամբում, անհավանական, բայց կատարյալ ընտանիքը նշում էր սիրո հաղթանակը հպարտության նկատմամբ, ներման հաղթանակը վիրավորանքի նկատմամբ, հույսի հաղթանակը հուսահատության նկատմամբ։ Մարինեն, համեստ աղջիկը, ով եկել էր առանձնատուն, պարզապես աշխատանք փնտրելով, դարձել էր ճշմարտությամբ վերակառուցված տան թագուհին։
Եվ Ռաֆայելը մարդը, ով գրեթե ամեն ինչ կորցրեց չվստահելու պատճառով, սովորեց, որ երբեմն ամենամեծ հարստությունները գալիս են պարզ փաթեթներով, մաքուր ժպիտ, առատաձեռն սիրտ, երկրորդ հնարավորություն։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Ռաֆայելի պատմությունը շոշափել է ձեր սրտերը։ Եթե դուք հուզվել եք այս զույգի սիրո, ներման վերսկսման ճանապարհից, դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք Մարինեի մաքրությունը, Ռաֆայելի փոխակերպումը, ներման ուժը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որտեղ ճշմարիտ սերը հաղթահարում է խոչընդոտները, նախապաշարմունքները, որտեղ վստահությունը կարող է վերականգնվել, որտեղ յուրաքանչյուր մարդ արժանի է երկրորդ հնարավորության, երբ կա անկեղծ զղջում։ Մեր հաջորդ պատմությունն արդեն սպասում է ձեզ, նոր կերպարներով, նոր դիլեմաներով, նոր հույզերով, որոնք կստիպեն ձեր սրտին արագանալ։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որովհետև այստեղ ամեն պատմություն պատմվում է հոգով, ճշմարտությամբ, մեծ հույզերով։ Մինչ շուտով։